Որ գնասը մի հատ պատվեր էր։ Այն ժամանակ այդ ալբոմները, որ դուրս էին գալիս, CD-ները, տես պատվեր էին տվել։ Ինչպես կբնութագրեք այն ժանրը, որում դուք աշխատում եք, դա ռաբիզ ժանր է։ Մարդը հասկանում է, չի հասկանում, ասում է ռաբիզ։ Դե մի բանը, եթե անճաշակա ու չի նշանակում, որ դա ռաբիզ է, չէ՞։ Ռաբիզն էս կատարողներ, ախրիկե դա այնքան դժվար ժանր է։ Եթե սիրողներ շատ ունի, ոնց անենք չերքենք այդ երգերը։ Ես ռաբիզ շատ լավ բաներ եմ լսեմ, ի՞նչ եմ լսում։ Բաբիկ Ավոյան, Թաթուլ Ավոյանի հոր եղբայրը։ Ասենք ռաբիզ, ես այդ ռաբիզը գիտեմ, էլի։ Մաֆիայի գաղափարը միշտ էլ եղել է շոու բիզնեսում։ Հարկ չեն համար, հիմա չկան։ Հիմա ես մտածեմ այդ մասին։ Երևի պետք չեմ եղել չկամ։ Պարոն Ժամկոչյան, ստացվում որ հաջողությունը ձեր հետևից վազել է։ Դուք դա չեք ուզել։ Ես կուզենայի հայտնի լինեի, իհարկե, տես ռոքի մեջ լինեի, ջազի մեջ հայտնի լինեի, ասենք աշխարհը, մասշտաբով ինչի չեք ուզեի։ Գնդապետ էս ինչը ձեզ ներքևում ուզում ա տեսնի։ Սենց բալանիկով սենց հպում ա սեղանին։ Ասի բարև ձեզ, սենց բարև։ Ասի ինձ ուզեցել եք տեսնենք։ Իզնից ինչ-որ մի բան էր պահանջում, կամ այսքան, որ համերգը տեղի ունենա։ Էլվին Ամակարյանը հատուկ երգ ա գրել ձեզ համար։ Ես ափսոսում եմ, որ չի գնահատվել այդ աղջիկը մեր երկրում։ Եկել է նորից հեռու ափերում ա բնակվել ու տենց դժբախտորեր ա տեսել։ Արկադի Դումիկյան, Սարոթ Հովմասյան եւ Մարտին Մկրտչյան։ Երեքից ում դուք կտաք առաջնություն։ Հաղորդման հովանավորն էր Alliance Partners Insurance Agency, The Grigorian Law Firm իրավաբան Աննա Գրիգորյան, Venus Gifts խանութ սրահ, Art in Beauty Aesthetics դժկական կենտրոն, 1&1 Travel Agency, Omorphia Beauty Salon and Spa, Tun Lahmacun ռեստորան, Veranda ռեստորան, My Little Town Eagle Rock խաղասրահ, Yasu ռեստորան, Colcast Fencing and Landscape, Impero Motorsports, Capital Gold խանութ սրահ, Eden Restaurant, Aesthetic by Zoya Nail Salon, Tour Van Go ծառայություն, MS Travel and Tours, Timar Realty, MX Motors Lounge and Leasing. I'm walking for miles. It helps me clear my head. The sky has the answers, even if the clouds fill it instead. I don't need your worries. Dobbs Barbershop-ը մեկնարկում է նոր պրոյեկտ Dobbs Ակադեմիա, որը կօգնի քեզ դառնալ պրոֆեսիոնալ, մրցունակ եւ բարձրակարգ բարբեր։ Դասընթացներն անցկացվելու են ոչ թե բարբերշոփում, այլ հատուկ ակադեմիայում, որտեղ ամեն ինչ նախատեսված է ուսման համար, առանց շեղումների։ Այս դասընթացը քո համար է, եթե 16-ից 30 տարեկան ես եւ ուզում ես ձեռք բերել նոր մասնագիտություն։ Խնդրում ես աշխատանք, որը կլինի ազատ, կրեատիվ ու եկամտաբեր։ Դիմելու վերջնաժամկետ փետրվարի 28։ Character Dance Studio-ն Գլենդելում գտնվող իր ֆանտաստիկ երկու սրահներում դասընթացների է հրավիրում Պարի բոլոր սիրահարներին։ Դուք կամ ձեր փոքրիկը նախընտրում եք հայկական պարեր, հիփ-հոփ, բալետ, թե լատինաամերիկյան կամ այլազգի պարեր։ Հենց այստեղ Character Dance Studio-ում ձեզ կսովորեցնեն եւ պրոֆեսիոնալ եւ սիրողական պարեր։ Պատրաստվում եք ձեր կուսակադրությանը, ուրեմն վստահ եղեք, որ ձեր հարսանեկան պարն անմոռանալի կլինի։ Իդեպ Գլենդելում արդեն գործում է երկրորդ սրահը, վերանորոգված ու գերհագեցած տեխնիկական հնարավորություններով, որը կարելի է նաև վարձակալել։ Character Dance Studio, երբ տասնյակ տարիների փորձն ու ազգային ավանդույթները հանդիպում են ժամանակի ռիթմերի հետ։ The story you're about to hear
is true. Ողջույն, դուք դիտում եք Տետատետը։ Այսօրվա մեր թողարկումը հետաքրքիր ձևաչափով է։ Առասարակ շոու բիզնեսում շատ է խոսում երգի որակի մասին եւ հատկապես քարերը նետվում ռաբիս աշխարհի կատարողների ուղղությամբ։ Սակայն ռաբիսում եւս կան կատարողներ, ովքեր անարդարացիորեն գնահատված չեն կամ նրանց երաժշտական առանձնահատկությունները ստվերում են մնացել ռաբիսի պիտակի պատճառով։ Այսօր իմ հյուրերը երկու անհատներ են, ովքեր ռաբիս ոլորտում են աշխատում, բայց կարծում եմ, որ նրանք անարդարացիորեն չգնահատված են։ Մենք այսօր զրուցելու ենք Տիգրան Ժամկոչյանի եւ Արմեն Ալոյանի հետ։ Հայկական ռաբիս երաժշտություն, որ մենք մշտապես մերժել ու պիտակավորել ենք, բայց առանց դրա չի անցել գրեթե որևէ հայկական հարսանիք կամ անգամ բաժանում։ Ուզեք թե չուզեք, ռաբիս երաժշտությունն արդեն մեր երաժշտական ԴՆԹ-ի մի մասն է, անկախ դրա ծագումնաբանությունից ու կատարողական որակից։ Ի վերջո, որն է ռաբիսը, այն երաժշտական ժանր է, արևելյան, հիմնականում արաբական եւ մասամբ հայկական ժողովրդական երաժշտական տարրերով համեմված։ Անվան ծագման մասին համաձայնություն չկա։ Ըստ վարկածներից մեկի այն ծագել է ռուսերեն «Рабочее искусство» արտահայտությունից, որը նշանակում է բանվորական արվեստ։ Այլ տեսանկյունի համաձայն այն ունի թուրքական կամ արաբական ծագում։ Ռաբ բառը արաբերենում նշանակում է ստեղծող կամ աստված, իսկ ազիզ բառը սիրելիս։ Ինչպես էլ որ լինի, այն արդեն վաղուց դուրս է եկել իր հիմնական կոնտեքստից ու դարձել է ենթամշակույթ։ Եթե 90-ականներին ու 2000-ականների սկզբին ռաբիս կատարողներն արգելված էին եթերում ու ստիպված էին բավարարվել միայն ռեստորանային ելույթներով, ապա այսօր նրանք մարզահամերգային համալիրներում են համերգ տալիս։ Այսօր արդեն փոփ արտիստներն են ռաբիս երգում, թրենդի մեջ մնալու համար։ Ռաբիսի լեգենդներն արդեն վաղուց ունեն անսասան աուդիտորիա՝ Արամ Ասատրյան, Թաթուլ Ավոյան, Սպիտակցի Հայկո, Վլե, Ալիկ Գյուլնաշյան եւ այլն։ Նրանցից ոմանք անհետ կորել են աուդիտորիային, թողնելով առանց որևէ ինֆորմացիայի Արազ, Աննա եւ Ջուլիետա Հովանիսյան, Գայանե Դանիելյան եւ այլն։ Ռաբիսի թագուհին, սակայն շարունակում է մնալ Գայանե Սերոփյանը, ում հետ զրուցել մենք փորձել ենք մի քանի տարի։ Վերջինս տեսախցիկներից այն կողմ չափազանց ջերմ է, սակայն զրույցից դեռ հրաժարվում է առողջական պատճառներով։ Այսօրվա մեր թողարկումն ամփոփում է ռաբիսի պիտակավորված ոլորտը, իսկ մեր հյուրերը հայկական ռաբիսի երկու ամենավորակյալ արտիստներն են։ Շնորհակալ եմ պարոն Ալոյան, մեզ հյուրընկալելու համար, ինչպես եք։ Շնորհակալություն քեզանից, Մհեր ջան, որ հրավերքը ստացա եւ ընդունեցի մեծ սիրով ձեր հրավերքը։ Պարոն Ալոյան, շատ հազվադեպ է հարցազրույցներ հանդիպում ձեզ հետ համացանցում, չեք սիրում, հա, հավանաբար խոսել տեսախցիկների առաջ։ Մհեր ջան, ուրեմն մի ժամանակ շատ էի մասնակցում, բայց չեմ անում ինչը ինձ դրտեց, որ հիմա հետաքրքիր չի եղել ինձ համար։ Ուզում եմ, գիտես ում հետ հարցազրույց ունենալ, ավելի պրոֆեսիոնալ մարդկանց հետ, չեմ ուզում հատուկ ձեզ գովաբանեմ, դուք իրոք պրոֆեսիոնալ եք, ձեր գործի մասնագետն եք։ Շնորհակալ։ Ինչն է պատճառը, որ խուսափում են շատ-շատերը ձեր նման ձեր գոլեգաներից։ Հավանաբար հիմա փոխվել են ժամանակները եւ մարդկանց ասածը կոնտեքստից հանում են, համացանցում տարածում, սկսում քննարկել նրանց ասած, այլ ոչ թե արածը, չէ՞։ Մեր ջան, ասեմ, որ ես այդքան շատ ինչ չեմ գցում YouTube-ների մեջ, այնքան որ շատերը մա որտեղ պահանջը չունեն ես։ Արդեն ինձ լավ ճանաչում են մարդիկ, այն մարդիկ պետքա շատ նկարվեն, շատ ինչ-որ իրանց ամեն ինչը ներդնեն YouTube-ում, որոնք դրա կարիք ունեն։ Չնայած ունեմ, նորություններ ունեմ, պետք է հրամցնեմ YouTube-յան ալիքներին, բավարարվում եմ այս ամեն ինչով։ Ձեզ ճանաչում են որպես ամենալավ ձայներից մեկը հայկական բեմի, եւ ձեր երգերը գիտեն շատ շատերը, մինչև այսօր կան սերունդներ, ովքեր երիտասարդ են մեծանում են, գուցե անգամ դեմքով ձեզ չճանաչեն, բայց 15-16 տարեկանում անգամ գիտեն ձեր երգերը։ Այդպես շատ հազվադեպ է լինում, սովորաբար մարդիկ իրենք այնպես են անում, որ այդ երգը հիթ դառնա եւ այլն։ Դուք ոչինչ չեք անում, բայց այդ երգերը սերնդեսերունդ փոխանցվում են։ Ինչով է դա ըստ ձեզ պայմանավորված։ Մեր ջան, ուրեմն ասում են ինչի նոր երգեր չես թողնում, նոր ձայնագրություններ, ասում են հները երևի ավելի լավ է, քան թե ինչ-որ նոր բան երգեմ, անիմաստ ինչ-որ բան, որտեղ հներով ինձ հիշում են իմ հին երգերով։ Ուզում են հենց այդ նույն ձևի, նույն ստայլի մեջ երգ լինի, որ այսօր մի քիչ դժվար է երգի հարցով։ Բոլորը նման են երգերը այսօր։ Դրա համար հանց չեմ առնում ինչ-որ նոր բան։ Չնայած ասում եմ, ունեմ նոր երգ, որը
իմ հայրենիքի Հայաստանի մասին, հա։ Երևի մի 2-3 ամսից կներկայացնեմ իմ երգը լսողի դատի։ Պարոն Ալոյան, ինչպես կբնութագրեք այն ժանրը, որում դուք աշխատում եք։ Դա ռաբիզ ժանր է։ Նայեք, մեր ջան, ես այդ ռաբիզ հասկացողությունը համեմատում եմ մարդու հագնվածի հետ, մարդու խոսալու հետ, բայց ինչ որ մի ժամանակ եկավ երաժշտությունը ռաբիզ կոչելով գնաց բոլորի բերանում ռաբիզ։ Մարդը հասկանում է, չի հասկանում, ասում է ռաբիզ։ Օրինակ, եթե երգը հոգով կատարում ես, միան երևի մեր ազգի մեջ է, գիտեք, չէ, տարաձայնությունը, որ ազգայինը, հայկականը, բայց եթե լավ կատարվում է երգը, չեմ մանում, ես չեմ կարող ռիզերի մեկնաբանեմ, եթե սիրողներ շատ ունի, ոնց անենք, չերգենք այդ երգերը։ Օրինակ, ինչ ժանրի է ետարի երգը։ Եթե դա ռաբիզ ժանրի երգ է, ուրեմն ես ռաբիզի սիրահար եմ։ Ինչպես կբնութագրեք այդ ժանրը դուք։ Երգը, ետարի։ Ասեմ, որ այդ ետարի երգը շատ սիրահարներ ունեցան, մինչև այսօր էլ միշտ գալիս են եւ ցանկանում են այդ երգը լսել։ Ովքեր սիրահարված են եղել, որ ինչ որ մի արթո բաժանվել են իրարից, բոլորի համար է այդ երգը եղել եւ տեքստն է, խոսքերը, բառերը նորմալ է, երաժշտությունը նորմալ է, նորմալ մարդկանց հետ եմ աշխատել։ Երգի գործիքավորումը արել է Արամ Ավագյանը, բոլորս է ճանաչում ենք։ Սաթենիկ Թորոսյանը երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն է։ Լավ երգ ստացվեց, մեր ջան։ Երգը ավելի քան 9 միլիոն դիտում ունի այսօր YouTube-ում, այդպես շատ հազվադեպ է լինում։ Տեսեք, երկու տարբերակ կա շոու բիզնեսում կամ առհասարակ մասսայական մեդիայում աշխատելու։ Մեկը աշխատում է պրոդյուսերական մեծ թիմ, ամեն մեկը իր գործի մասնագետն է եւ որոշում են ինչպես գրավել լսարան, ինչ հնարքների դիմել, ինչ կանոններ պետք է այդ պահին օգտագործել շոու բիզնեսյան, իսկ մյուսը երբ պարզապես արվում է մի գործ առանց որևէ հետին մտքի կամ պլանների եւ դա կպնում է մարդկանց սրտին։ Վստահ կարող ենք ասել, որ սա երկրորդ դեպքն է եղել։ Մեզ մի շարք երիտասարդ արտիստներ են հետևում, ավակ իրենց սերնդի գործընկերների խորհուրդներին հետևելու համար։ Ինչ խորհուրդ կտաք, ինչպես գտնել սեփական երգը, ինչ անել, որ դա դիպչի ոչ թե հիթ շքերթներին, մարդկանց գրպաններին, այլ մարդկանց սրտերին։ Ուրեմն ասեմ երիտասարդները այսօր ասեմ, որ շատ մեծամասնություն է կազմում այսօր երիտասարդները, որ ուզում են բոլորը երգեն։ Բայց նայեք, առաջինը իրանք նայում են իրանց հագուկապին, սանրվածքին, բանը վոկալը, երգեցողությունը թողում են հետին պլան։ Գիտեն որ դի լավ հագնվեն, լավ սանրվածք ունենան, իրենց տեսքը լավ լինի, նշանակում է երգը լավ լինելու։ Պետք է երգը այնց մի երգ ընտրես, որ ասում եմ մարդկանց հոգու մեջ մտնի, մարդը սիրի։ Նայեք, մի քիչ ավելի բարեր ես դնում, ավելի sense խորի մասբանման դժվար են մարդիկ հիշում։ Դրա համար ես երկու ընկերներ ունեմ, որ իրանք շատ հեշտ են բարերը դնում, որ այդ փոքր երեխայից մինչև մեծը միանգամից անգին անի ու երգի ու տարածվի այդ երգը։ Եթե մի քիչ խորի մաս ես դնում բարերը, շատ է դժվարանում։ Դրա համար խորհուրդ կտամ մեր նոր երգողներին, եթե կոմերցիոն ինչ-որ երգեր է, բիզնեսային, պետք է շատ մատչելի լինի բարերը ու թող վոկալին ուշադրություն դարձնեն, չնմանակեն ուրիշների վոկալների։ Ինձ թվում է որոշակի անարդար վերաբերմունք կա եւ ձեր նկատմամբ եւ ձեր գոլեգաներից մի քանիսի նկատմամբ, օրինակ այս հաղորդման մեջ նաեւ զրուցելու ենք Տիգրան Ժամկոչյանի հետ։ Իմ կարծիքով ձեզ որպես լավագույն ձայներից մեկը եւ Տիգրան Ժամկոչյանին որպես լավագույն ճաշակ ունեցող երաժիշտներից մեկը անարդարացիորեն հանրությունը կամ մեդիան ներկայացրել է սխալ լույսի ներքո։ Միշտ չի որ առիթ է եղել, որպեսզի մարդիկ հասկանան եւ գիտակցեն, որ դուք անում եք որակյալ երաժշտություն անկախ ժանրից։ Եվ այդ պիտակը ռաբիզ երգ չի, փակցնելով ժամանակի ընթացքում իմ գործընկերների կողմից, լրագրողների կողմից, կարծում եմ որ անարդար է եղել ձեր նկատմամբ։ Դուք ինչ կասեք։ Քանի որ Տիգրան Ժամկոչյանի անունը տվիր, Ժամկոչյանը իմ լավ ընկերն է, ես իրեն հետ շատ գործեր ունեմ, հարած երգեր, հենց իր սեփական երգերը, որ նվիրել էր ինձ, շատ CD-ներ ունեմ, 2-3 հատ Ժամկոչյանի երգերն է, ինքը նա է, ասեմ,
ինքը երկել է իր համար ոնց որ երկրորդ պլանը, լավ էլ երկում է տղեն, բայց ինքը լավ երաժիշտ է, ինքը լավ արանժիրով չի կա, գործիքավորող է, ինքը լավ էլ միքս է անում ամեն ինչը, լավ ստուդիա ունի։ Էսի Տիկոյիս համար, ողջունում եմ Տիկոյին, երկրորդը ինչ ասեմ, Արդարա, որ ձեզ անվանում են ռաբիզ երկիչս ձեզ։ Նայեք, ես արդեն այդ արդար, ոչ արդար հոգնել եմ այդ բաներից, գնահատողը գնահատում է, գիտեք ինչ։ Այսօր սենց խմբով խումբ ոնց որ մաֆիա է դարել։ Բոլորը ինչ որ մեկին են պաշտպանում, մեկի համար են ինչ որ ցավում, իր համար են ուզում աշխատեն, բան։ Դրա համար ես էլ այդքան այդ մասին չեմ մտածում։ Այդ մտածեն մեր երիտասարդները, որ նոր սկսում են երգելը, պետք է իրանք թիմային աշխատանքներ անեն։ Մաֆիայի գաղափարը միշտ էլ եղել է շոու բիզնեսում դեռ 90-ականների վերջից 2000-ականների սկզբից եղել է Երգի պետական թատրոնը, ովքեր փորձել են ներկայացնել soul, R&B, երաժշտության հայկական տարբերակը, Արձագանք ստուդիան, որը անում էր մասսայական երաժշտություն, բայց եթերից ծրկում էին, ռաբիզ երգիչների կլանը, ովքեր չունեին եթեր, Արամ Ասատրյանի գլխավորությամբ եւ այլն, հազվադեպ էին նրանց եթեր տալիս, անգամ եթե չեմ սխալվում, երրորդ տալիք հաղորդումը փակեցին Արամ Ասատրյանի եթեր տալու համար։ Ինչ կասեք այդ շոու բիզնեսյան կլանավորման մասին, որ դեռ վաղ շոու բիզնեսյան դրսևորում է։ Օրինակ եղել է միջոցառումներ, որ ես չեմ մասնակցել, զանգել են ինձ։ Էս ինչի դու չկաս, ասում եմ նայ երևի հարկ չեն համար, հիմա չկամ։ Հիմա ես մի մտածեմ այդ մասին։ Երևի պետք չեմ եղել, չկամ։ Հետո նայեք, այդ միջոցառումներին օրինակ Օսկարի երեկոն էլ է, բանա մասնակցում են մարդիկ, ովքեր շատ տեսա հոլովակներ ունեն, ամեն ամիս մի հատ նոր երգ են թողում, բայց որ մենք չենք թողում, այդ ամեն ինչը բավարարում ենք, ինչ որ ունենք, դրա համար երևի դրանից է տենց է ստացվում, էլ ես տենց կբացատրեմ այդ հարցը։ Capital Gold, նոր խոսք ոսկյա զարդերի աշխարհում։ Beverly Hills-ի սրտում օրեր առաջ տեղի ունեցավ Capital Gold-ի շքեղ խանութ-սրահի բացումը, չքնաղ զարդեր, աննկարագրելի դիզայն, ֆանտաստիկ միջավայր ու երջանիկ հաճախորդներ։ Ահա Capital Gold-ի կոնցեպտը։ Գեղեցիկ այս միջոցառմանը ներկա էին ինչպես հայտնի դեմքեր, այնպես էլ բրենդի բարեկամներ ու երկրպագուներ, նպատակը մեկն էր՝ տոնել հերթական հաղթանակը։ Beverly Hills-ում գտնվող խանութ-սրահում արդեն դուք էլ կարող եք գտնել գեղեցիկ ու թանկարժեք զարդերի ձեր սիրելի տարբերակները, իսկ մինչ այդ առաջարկում եմ ծանոթանալ նրանց զարդերի որոշ դիզայնների հետ։ Երբ ինձ հարցնում են, թե ուր գնալ ընտանիքով, ընկերներով կամ պարզապես սիրելիների շրջապատով Գլենդելում, ես նշում եմ նաև Յասու ռեստորանի անվանումը։ Սա Գլենդելում գտնվող հունական շքեղ եւ համեղ ռեստորան է, որտեղ ամենակարևորը համեղ մենյու է, խոհարարների պատրաստած ուտեստները պարզապես հիանալի են ձկան տեսականներից, որը շատ բնորոշ է եւ իհարկե համապատասխան հունական ռեստորաններին, նաև միս եւ առասարակ ամեն ինչ դուք կցանկանայիք տեսնել ձեր հունական տրամադրությամբ սեղան։ Ամենակարևորն է նաև տրամադրությունը ընդհանուր միջավայրում եւ դա ապահովում են հմուտ երաժիշտները եւ իհարկե DJ-ը անձամբ։ Սպասարկման մասին եւս հարկ եմ համարում առանձին նշել։ Սպասարկումը եւս կազմում է ձեր տրամադրության ապահովման գրավականներից մեկը եւ այդ իսկ պատճառով լավագույն մասնագետներն աշխատում են այստեղ, որպեսզի բարձր տրամադրություն ապահովեն ձեզ։ Ափսեների կոտրելու ծեսն էլ, գործընթացն էլ հունական միջավայրին շատ համապատասխան է եւ հաճելի։ Այդ ավանդույթը արդեն չեղարկվել է մի շարք հունական ռեստորաններում, բայց ոչ
Յասույում։ Այստեղ դեռ կարող եք վայելել ամաններ կոտրելու այս գործընթացը։ Պարզապես եկեք մեկ անգամ Յասու ռեստորան եւ վստահ եմ կհամոզվեք, որ լավագույն ժամանցը Գլենդելում ապահովում է նաեւ Յասուն։ Ողջույն, այսօր ձեզ պատմելու ենք մեր նոր գործընկերոջ մասին, որն առաջարկում է տեղափոխել ձեզ ապահով եւ luxury տարբերակով։ Խոսքը Tour Van-Gogh-ի մասին է, որն առաջարկում է իր luxury sprinter van-երը, որոնք հարմարավետ են, ապահով են, առաջարկում են լավագույն մասնագետ վարորդների օգնությամբ եւ բնականաբար իհարկե ձեզ կուղևորեն ձեր լավագույն ուղևորությունների ընթացքում։ Օրինակ, դուք կարող եք օգտվել այս ծառայություններից Վեգաս մեկնելիս կամ հեռավոր ամենատարբեր հատվածներ մեկնելիս եւ Կալիֆոռնիայում եւ Կալիֆոռնիայից դուրս։ Այդ ամբողջ ուղևորության ընթացքում վարորդը ձեր տրամադրության տակ է լինելու եւ բնականաբար իհարկե ձեզ ուղեկցելու է։ Այս Sprinter van-երը հարմար են luxury տարբերակով նաեւ բոլոր այն սպորտային թիմերի համար, որոնք եւս ունեն տեղափոխման խնդիր։ Իսկ ամենահետաքրքիր տարբերակը օրինակ դրանք winery-ներ, գինետներ կամ գինու համար նախատեսված այգիներ այցելելն է։ Եկեք միասին պարզենք, թե ինչպիսին են հենց այս Sprinter van-երը ներսում։ Ինչով են հարմար Tour Van-Gogh-ի Sprinter van-երը։ Առաջին հերթին դրանք ամենահարմարավետն են։ Մենք ունենք ամենատարբեր տարբերակները 7-ից 18 հոգու համար նախատեսված։ Դա պետք է ֆիքսել ու հասկանալ, որ մեքենաների ընտրության հնարավորությունը չափազանց բազմազան է։ Դրանք ամենակարևորը որակյալ են, թարմ մեքենաներ են, վարորդների փորձառության եւ աշխատանքային փորձի մասին խոսք անգամ լինել չի կարող, նրանք բոլորը իսկապես պատասխանատու են ձեր անվտանգության եւ երթևեկության համար, եւ որ ամենակարևորն է, այս պարագայում դուք կարող եք հանգիստ խմել, հանգիստ կարող եք օգտագործել ալկոհոլ, այսինքն չկա որևէ խնդիր ապահովության, ձեր փոխարեն այդ ամենը անում են։ Սա ամենատրամաբանական, ամենաարդյունավետ տարբերակն է ճանապարհորդելու համար։ Ինքներդ տեսնում եք, թե որքան հարմար է ինտերիերը։ Բոլոր նստատեղերը ունեն կարգավորման հնարավորություն, դուք կարող եք պարկել, նստել, պարել, կանգնել, ինչ ուզում եք անել։ Այստեղ տեսնում եք, որ կա բար նախատեսված ձեր ուղևորության համար։ Մի խոսքով, իսկապես ընտրելով հենց այս տարբերակը, օրինակ դեպի Վեգաս ուղևորության կամ դեպի, չգիտեմ, Սանտա Բարբարա, որևէ գինետուն այցելելու համար, սա ամենալավ տարբերակն է։ Պատկերացնում եք ձեր ընկերական շրջապատով, բարեկամներով, բոլորով այս փոքր մինիվենում դուք կարողանաք իսկապես վայելել լավագույն ժամանակը առանց մտածելու վարորդական բոլոր մանրամասների վերաբերյալ։ Մենք մեր առաջիկա թողարկումներում մանրամասն կներկայացնենք ձեզ ամենատարբեր ուղևորությունների հնարավորությունները հենց մեր նոր գործընկերոջ շնորհիվ։ Հեռախոսահամարը, կոնտակտներ, Instagram-յան էջը, ամեն ինչ տեսնում եք ձեր էկրաններին, վստահ եմ ձեր բոլոր զանգերին շատ արագ եւ շատ սպառիչ կպատասխանեն։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ սերունդը Տիգրան Ժամկոչյանին ճանաչի ոչ միայն որպես Ռաբիսի հիթեր գրած ու կատարած արտիստի, այլ նաև որպես ջազ երաժշտի եւ իսկական երաժշտի։ Շնորհակալություն պարոն Ժամկոչյան, որ իմ հյուրն եք այսօր։ Շատ դժվար եմ ձեզ կարողացել համոզել հարցազրույց տալ, որովհետեւ չկա էլ ձեր մասնակցությամբ հարցազրույց, չեք սիրում զրուցել։ Չէ։ Բայց շատ շնորհակալ եմ ու իմ նպատակը հենց դա է, որ սխալ ընկալումը ձեր երաժշտության փորձենք միասին ուղղել ու պարզել, բայց միջև դա եկեք խոսենք այն ամենի մասին, ինչով ձեզ ճանաչում են։ Ինչպես ստեղծվեցին այդ հիթերը, որոնք միջև այսօր լսում են։ Ուր որ գնասը, որն էր մեղքս Տեր Աստված եւ այլն։ Հա, ուր որ գնասը մի հատ պատվեր էր։ Այն ժամանակ այդ ալբոմները, որ դուրս էին գալիս, CD-ները, տես պատվեր էին տվել։ Այսինքն ուրիշ վիճակի մեջ էր այդ CD-ն, բայց այնպես մի բան էին ուզում, որ մի քիչ ոնց որ փոփոխական բան լինի, տենց մենք էլ լրիվ ուրիշ բանի վրա էինք աշխատում այդ օրը ստուդիոյում։ Պայտակ տենց ծնվեց մեր ջան։ Գիտեմ մի 5-10 րոպե գրել այդ երգը, շատ արագ։ Հա, շատ արագ։ Կմտածեիք, որ այդ երգը, որը 5-10 րոպեում է գրվել ու ինչ որ մեկի պատվերով։ Իհարկե ոչ։ Մինչև այսօր կերքեն։ Իհարկե ոչ։ Ո՞րն էր այդ երգի գաղտնիքը ըստ ձեզ։ Դե այն ժամանակը տենց մի հատ բան կար էլի, բռնել էինք այդ ջիղը։ Գիտեինք արդեն ինչ հատ տեղ պետք։ Հետո ընդեղից ահագին երգեր կար, դուրս եկավ այդ ալբոմի մեջից։ Դուք իսկական երաժիշտ եք, պիտի որ ձեր համար դժվար լիներ ռաբիս կամ հեշտ մարսվող երաժշտություն երգել, բայց մյուս կողմից էլ բոլորս հասկանում ենք, որ այդ տարիներին հատկապես այստեղ միակ միջոցն էր
Փող աշխատելու։ Փող աշխատելու, դե տարբեր ժանրերում ես միշտ էլ եղել եմ, այնպես չի որ այնս կոնկրետ մի ուղղություն ա, այնպես բռնե գնել, տարբեր ժանրերում։ Jazz fusion-ի մեջ էլ ենք եղել։ Մեր ջան, ամենակարևորը ճկուն լինելն է երաժշտության մեջ։ Ճկուն լինելը, որ ասենք տեղի վրա կողմնորոշվես ինչա պետք է տեղ անել։ Երբ արդեն առաջին հաջողությունները կային այդ ուր որ գնասի ու այդ ալբոմի, հետո հեշտ էր ձեր համար հարսանիքներին, միջոցառումներին հենց Ես հարսանիքներ, միջոցառումներ չեմ մասնակցել, մեր ջան։ Իմ աշխատանքը ավելի տենց recording, mixing, mastering, arrangement, դա եղել իմ գործը։ Բայց միշտ կողքից ուսուր արել եմ, էլի։ Երգը նոր կյանք ստացավ մի տարի, մի երկու տարի առաջ, երբ Շպրոտը ձեր հետ դուետ արեց։ Շպրոտի հետ եմ զրուցել ու շատ ջերմությամբ է Շպրոտը խոսում, նախ ասում է, որ միակ համագործակցությունն է, ով գումար չի պահանջել երգելու համար դուետ։ Հետո ասում է, որ չափազանց նրբանկատ ու շատ այսպես հեշտ է ձեր հետ եղել աշխատել։ Հեշտ է ընդհանրապես թույլ տալիս, որ ձեր գրած գործերը փոխեն կամ Հա, թող եթե լավ բան են անելու իհարկե, մեր ջան, թող անեն ով է բան ասում։ Իմ համար բացահայտում էր մի քանի օր առաջ, երբ իմ ամենասիրած երիտասարդ երգչուհին Բրյունետը, ում երգերը ես շատ եմ սիրում, ինչ որ մեկը վերցրել ու միքսել էր ձեր արած գործերից մեկը։ Նախ դուք Բրյունետին ճանաչում եք։ Ես լսել եմ, տղաս է շատ սիրում, մեծ տղաս։ Եղիշեն ինքն էլ է երգում իմիջայլոց, հա։ Իրանից եմ լսել։ Ես մի քիչ առաջ դրեցի ձեր համար այդ գործը, դուք այնքան էլ չհավանեցիք։ Հա, չէ։ Այնտեղ տոնայնությունը ընդհանրապես, ժանրն էլ ընդհանրապես կապ չունի։ Այնտեղ մինորի մեջ եմ ես երգում, այնտեղ մաժոր ա գնում, ընդհանրապես կապ չունի այդ ամեն ինչ։ Իսկ ո՞նց եք ընդհանրապես նոր արտիստներին վերաբերում, հետևում եք, ասենք նրանց երգերին։ Կան մարդիկ ում սիրում եք։ Դե հատուկ այտենց մեկը չկա, որ ասեմ բժվում եմ առավոտից իրիկուն հետ եմ լսում, բայց իհարկե հետևում եմ։ Պարոն Ժանկոչյան, այնտեղ կա հստակ լիրիկա, հստակ պատմություն, որ ներմեղքս Տեր Աստված։ Հիմա ինձ թվում է շատերին կհիասթափեցնեք, եթե ասեք, որ դա 5 րոպեում գրված կամ ուղղակի։ Չէ, դա չէ, ուր որ գնացներ։ Հա, կխնդրեմ պատմեք, թե ինչպես է ստեղծվել այդ երգը, որը ասենց ինչ որ տարբեր մարդկանց, տարբեր տարիքային խմբերի համար տառապանքի եւ ես պիտի անկեղծ լինեմ, որ ինձ էլ է դուր գալիս, որովհետև դրա մեջ ամեն դեպքում կա անկեղծություն, ու եթե դա ռաբիս է, ուրեմն ես ռաբիսի սիրահար եմ, տենց ասեմ։ Խնդրում եմ պատմեք այդ երգը մի հատ ընկեր ունի, Վարուժանը, եկել էր Ամերիկա, տենց մի հատ ես իմ կասետ էր բերե, ինչ էր բերե, դե ինքին շատ էր օգնում, տենց բաներ կար, որ ասում էր արեսի երգի, էլի։ Ճիշտ ասած, ես որ սկզբից լսեցի այդ երգը, ասեցի, բայց արժի որ Վարուժ, ասեց, արի երգի էլի, ասեց։ Դուք ու ձևով ասեց, սարքենք էսի երգի։ Երաժշտությունը իմը չի։ Դες բառերը վրան, հետո ես փոխեցի իհարկե, օրիգինալից մի քիչ ուրիշ տեղ գնաց։ Այդ իմա ջիպսի աղջիկ էր երգում։ Այտենց։ Ու այդ երգը մենք լայվերի ժամանակ էինք երգում։ Ընդհանրապես չենք էլ որոշի, որ ձայնագրվելու է։ Ու այդ որ լայվերը արդեն այտենց տարածվեց, ու առաջարկություն եկավ մի ստուդիոից, որ արի ես ծրագիրը երգի։ Պարոն Ժանկոչյան, երգերը տենց նստում ու մտածում եք, որ մարդիկ սենց բան են ուզում լսել կամ այսօր դա պահանջված է ու նման բանը կտարածվի, թե օրինակ դրան գալիս է ինչ-որ ներքին էմոցիաներից, ինչ-որ կյանքի պատմություն։ Համեն։ Այդ երկուսն էլ հա։ Ինչ էր ձեր հետ կատարվում այդ տարիներին, երբ ծնվեց որներ մեղքս Տեր Աստվածը։ Դե տարիներին այն մոտ, ցուրտ, դաժան տարիներն էր։ Բայց այնպես չէր, որ ես այդ կյանքով էի ապրում, ես շատ տխուր մարդ էի, ես շատ հումորով մարդ եմ եղել։ Իմ ընկերներից բոլորն էլ գիտեն, ով որ գիտի։ Այդ բանի մեջ էինք, էլի, ոնց ասեմ, մեր ջան։ Տրամադրություններ եւ հա, ինչ որ sense մի բան կար, էլի, ինչ որ տես տանջող, sense բոլորիս մեջ կար այդ ամեն ինչը։ Վերջը տենց ստեղծվեց, երգեցինք ու ստացվեց։ Պարոն Ժանկոչյան, ինչից հետո որոշեցիք, որ դուք կշարունակեք երաժշտի ձեր գործունեությունը, բայց չեք ելույթներ ունենա, չեք երգի, հաճախ չենք ձեզ տեսնում խնջույքներին երգելու։ Մեր ջան, ես շատ եմ մասնակցել այն ժամանակ իհարկե Հայաստանում, խնջույքներ, հարսանիքներ, կնունք, ծնունդ, երևի 13-14 տարեկանից դրա մեջ եմ եղել։
բայց դրա հետ միասին ես միշտ, ասենք, ուրիշ մի հատ բան կար, որ այդտեղ էի ուզում ինձ գտնել, էլի, ավելի ճիշտ ձայնագրություն, aranjement, mixing, mastering, միշտ ես դրա մեջ եմ եղել։ Այն ժամանակ այն Astra բաբինաներ կային։ Չգիտեմ, դու չես հիշի երևի այդ մասին։ Ինքը սենց կլոր թեյփեր էին, մենք վերցնում էինք այդ երկու հատ դրանով, նրանից ձայնագրվել, հետո նրանից սենց էքսպերիմենտներ են կարել։ Ձեր բնավորությամբ, ձեր էներգիայով դուք շատ համեստ, իսկական հայ մարդ եք, ով տենց իր հաջողությունների մասին չի սիրում խոսել կամ երբ ինչ-որ մեկը խոսում է տվյալ դեպքում ես, թեկուզ առանց տեսախցիկների դուք պես մի քիչ քաշվում եք։ Այդ ընդհանրապես բնորոշ չի արտիստին։ Ման մարդիկ սովորաբար կադրից դուրս են լինում, ու դուք ոնց որ ավտոմատ ընտրել եք կադրից դուրս աշխատանքը, ավելի երաժշտի աշխատանքը, բայց այնպես է ստացվել, որ կյանքն է ձեր հետևից ընկել, որպեսզի դուք հայտնի դառնաք։ Այս մասին երբևէ մտածել եք։ Ձեզ կոմֆորտ եք դուք զգում, երբ այսինքն հայտնի դառնայի, ես այդպես բան մտա, չէ։ Դե հայտնի է դարձել ձեր երգերը, այդ երգերը գիտեն բոլորը։ Ես կուզենայի հայտնի լինեի, իհարկե, այդպես դուք կարծում եք, որ դուք ռոքի մեջ լինեի, ջազի մեջ հայտնի լինեի, ասենք աշխարհը, մասշտաբով ինչի՞ չէ, կուզեի։ Բայց կարծում եք, որ հայտնի չեք, հայությունը գիտի ձեր երգերը։ Տիգրան Ժան-Կոչյան հայտնին է, այդ հարաբերական է, էլի։ Հա ինչ որ մի չափով հնարավոր է։ Վերջը։ Իդնի rooftop-ը մեր բոլորի ամենասիրելի վայրերից մեկն է, երբ իջնում է երեկոյան զովը եւ արդեն քաղաքային լույսերն անում են իրենց գործը, այստեղ կա իր vibe-ը եւ տրամադրությունը։ Դուք կարող եք վայելել երեկոյան լավագույն ուտեստները ու ամենահետաքրքիր խմիչքները DJ-ի ուղեկցությամբ։ Սա Իդնի երկրորդ առավել կոմպակտ սրահն է, որտեղ դուք կարող եք առանձնանալ եւ գողտրիկ միջավայրում ձեր հյուրերի հետ վայելել ձեր միջոցառումն ու ձեր երեկոն։ Այս փակ հատվածում Իդն ռեստորանի դուք իսկապես կլինեք աղմուկից հեռու, բայց միաժամանակ կստեղծեք ձեր լավագույն աղմուկը։ Ամենահամեղ խոհանոցը, հետաքրքիր խմիչքները, առանձին բառը այս սրահի համար եւ իհարկե ֆանտաստիկ ինտերիերը կապահովի լավագույն միջոցառումը, լինի դա ծնունդ, կնունք, թե փոքրիկ ընկերական հավաքույթ։ Իդնը թեև ամենօրյա գործող ռեստորան է, որն առաջարկում է իր ամենահամեղ ուտեստները, իր լավագույն մենյուն, բայց նաև պետք է նշել, որ այս 3 սրահներում հնարավոր է կազմակերպել ձեր անհատական միջոցառումները։ Լինեն դրանք ոչ այնքան մեծ հարսանիքներ, թե գեղեցիկ ծննդյան տարեդարձեր կամ պարզապես ընկերական հավաքույթներ։ 3 սրահներն էլ լավագույն վայրն են ամենատարբեր անհատական միջոցառումների համար։ Իդնոն բրենդում կարող եք անցկացնել կանանց ամենատարբեր միջոցառումներ ևս, եւ փակ առանձին սրահում եւ ընդարձակ լայն սրահում կարող եք կազմակերպել միջոցառումը, անգամ ձեր դիզայները, ձեր event planner-ը կարող է ամբողջությամբ ամեն ինչ փոխել, լինի դա baby welcome, baby shower, թե bridal միջոցառում։ Այստեղ իսկապես այդ մթնոլորտը կա եւ կարծում եմ, որ ձեր առանձին party-ների եւ միջոցառումների համար սա ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Ողջույն, մենք գտնվում ենք Imperial Motorsport-ում, որը Լոս Անջելեսի առաջատար մեքենաների վերափոխման կենտրոններից մեկն է։ Իմ կարծիքով լավագույնը։ Ու վստահաբար կարող եմ ասել, որ շատ-շատերիս կարծիքով լավագույնը, այդ թվում նաև հոլիվուդյան աստղերի ու արտիստների։ Այստեղ մի քանի ծառայություններ են առաջարկվում, որոնց մասին այսօր կպատմեմ ձեզ ըստ հերթականության։ Առաջինը դա պաշտպանիչ ֆիլտրերի, պաշտպանիչ շերտերի տեղադրումն է ձեր մեքենաների վրա, որը ձեզ կօգնի խուսափել քերծվածքներից կամ քարերի հարվածներից։ Եկեք գնանք ներս ու պարզենք, թե այլ ինչ հետաքրքիր ծառայություններ կան այստեղ մեքենաների համար։ Ամենահետաքրքիր ծառայություններից մեկը դա կերամիկական շերտերի ծառայություններն է, որը ձեզ հնարավորություն կտա խուսափել գունաթափումից, գույների փոփոխությունից եւ քիմիական տարբեր վնասվածքներից։ Կատարվում է նաև մթացման, այսինքն թինթ աշխատանքներ, որը հնարավորություն կտա ձեզ խուսափել նաև արևի շերտերից։ Նաև գույնի փոփոխության ծառայությունն է այստեղ առաջարկվում ամենաբարձր մակարդակով, որը ձեզ հնարավորություն կտա ձեր մեքենան տեսնել լիովին նոր տեսքով։ Այստեղ կատարվում են նաև արգելակների կալիպերների փոփոխություն, ինչպես նաև ներկում, ինչպես նաև անվադողերի փոփոխություններ, որոնք ևս բնականաբար իհարկե փորձառու եւ լավ մասնագետները անում են հաշված ժամերի ընթացքում, եւ որ ամենակարևորն է չափազանց վստահելի երաշխիքով։
Impero Motorsport-ում աշխատում են ցանկացած տեսակի մեքենաների հետ եւ յուրաքանչյուր մեքենայի նկատմամբ իհարկե սրտացավ եւ պրոֆեսիոնալ վերաբերմունք է։ Յուրաքանչյուր դասի մեքենա ընդհանուր միջավ ամենաբարձրակարգ կարգի մեքենան, ինչպիսիք են Ferrari-ն, Lamborghini-ն, Mercedes-Benz-ը, Tesla-ն, Porsche եւ այլն։ Այստեղ ձեր մեքենային կվերաբերվեն իսկապես այնպես, ինչպես վերաբերվում են լավագույն ընկերոջը։ Impero Motorsport, վստահեք Impero-ին ձեր մեքենան եւ այն կունենա նոր կյանք։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով այսօր, որպեսզի ստանաք անվճար խորհրդատվության հնարավորություն։ Ժողովուրդ, մենք գտնվում ենք My Little Town-ում, որտեղ երեխաները կարող են անցկացնել իրենց հետաքրքիր ու գեղեցիկ ժամանցը։ Բայց մեծերի համար եւս կա մտածված թույն ատրակցիոններ կամ սպասման սրահ։ Ես այս անգամ նախընտրել եմ ատրակցիոնը։ Գնացինք։ Ժողովուրդ, թույն ասնու։ Մեծերի համար եւս խորհուրդ կտամ անպայման գալ My Little Town, որտեղ դուք կամ կարաք հանգիստ նստեք, սպասեք ձեր երեխաներին կամ օրինակ իմ նման էքստրեմալ անցկացնեք ձեր ժամանցը։ Ժողովուրդ, My Little Town-ում իրենց ժամանակը կարող են անցկացնել ոչ միայն երեխաները, այլ նաև մեծերը։ Կամ իմ նման այդ մեծերի ու երեխաների արանքում գտնվող մարդիկ։ Հաստատ ամենալավ ժամանցը այստեղ է ու վստահ կարող եմ ասել, որ ձեր երեխան կարող է անցկացնել իր լավագույն ժամանակը, բայց դուք եւս կարաք ձեզ գալ երեխան։ Ձեր ձայնային տվյալների մասին աշխատում եք, չգիտեմ, անընդհատ ֆորմայի մեջ մնալ, որտեղ ասում են ձայնը եւս մկանային հիշողություն ունի։ Ես ձեզ մի քանի առիթ ա եղել վերջերս կենթանի հնչողությամբ լսելու եւ լսել եմ պրոֆեսիոնալ մարդկանց շրջապատում ու բոլորն ասում են, որ դուք ունեք ձեր տարիքի համար չափազանց երիտասարդ ձայն եւ գրեթե չի փոփոխության ենթարկվել ձեր ձայնը։ Դա բնության շռայլությունն է ձեր նկատմամբ, թե դուք անում եք ֆիզիկական աշխատանք դրա համար։ Մի փոքր մաս այդ մասին պատմեմ, էլի։ Ուրեմն ես տգզար համույթ կա, որ երգում էի, մեր Ռազմիկ Մանսուրյանի հետ նույն խմբում երգում էինք, ինքը որ ես լսեց, ասեց լսի, դու ափսոս ես արի տանեմ մեր վոկալի մասնագետի մոտ, Սերգեյ Դանելյանը, արդեն վաղ Ամերիկ չկա ինքը, ինքը լավ աշակերտներ ունեցել, Գեգամ Գրիգորյան, Ռազմիկ Մանսուրյան, էլ անուններ չթվարկեմ։ Ես ուղիղ մի տարի գնացել եմ վոկալի մշակման Սերգեյ Դանելյանի մոտ, ու ինքը իր աշակերտներին նստացնում էր, ասում էր, նայեք, այս սենց պետք է երգեք։ Ինձ էր օրինակ բերում, բայց ես նոր աշակերտ էի, որտեղ հոգով է երգում այդ ամեն ինչը։ Ինքը ահագին օգնեց իմ ձայնային վոկալի հարցում, որ այսօր 65 տարեկան լինելով ձայնս պահպանվում է։ Ու իմ ընկերները գալի ասում են, լսի, ոնց երգել ես, հիմա ավելի լավ ես երգում, ի՞նչ ա կատարում։ Ասում եմ, ուրախ չէ, տղաներ չեմ։ Պարոն Ալեն, սկսենք մանկությունից, որտեղ եք ծնվել, ինչպիսի ընտանիքում, ովքեր էին ձեր ծնողները։ Ծնվել եմ երաժշտի ընտանիքում, հայրս երաժշտ է եղել, փողային նվագարան էր, կլարնետ, դուդուկ։ Լսելով, նայելով իրան, սիրել եմ երգարվեստը։ Բայց դե հենց եղավ, աշխատում ենք ռեստորաններում, հարսանիք էինք երգում, դե ապրել էր պետք։ Մանրից տենց մնացինք նույն գաղափարի մեջ, դրանով է միջև այսօր զբաղվում ենք։ Պարոն Ալոյան, ձեր ծնողները ուզում էին, որ դուք շարունակեիք երգի եւ արվեստի ոլորտը, թե հակառակը փորձում էին ձեզ համոզել այլ մասնագիտություն ստանալու։ Նայեք, երևի տեղյակ եք, որովհետեւ հենց երեխան մեծանում էր, ծնողները ասում են, երեխես երգող դառնա, երեխես դհոլ նվագ, երեխես ակարդիոն նվագ։ Ծնողները մեծ մասը նորմալ հասարակ ընտանիքները տենց էին մտածում։ Ուզում էին ավելի բարձրագույն երաժշտական ուսում ստանալ, բայց ես ընտրեցի թեթև արդյունաբերության տեխնիկում եւ գնացի կոշիկի մասնագիտությամբ ուզում էի զբաղվել, նույն ավարտեցի, հետո չզբաղվեցի։ Կան մարդիկ, ովքեր շատ կարևոր դեր են ունեցել ձեր երգարվեստում, մարդիկ, ում դուք հետևում էիք իրենց խորհուրդներին, չգիտեմ, պրակտիկ գիտելիքներ ստանում իրենցից։ Առաջինը հետևել եմ հենց մեծ մասնագետ վոկալի Սերգեյ Դանելյանի
ուսուցմանը, իր խորհուրդներին, որտեղ զգում է, որ ահագին առաջ եմ գնում, ձայնս ավելի առողջ եմ մնում։ Մեկ էլ նորից ասում եմ, Ռազմիկ Մասուրյան իմ շատ մտերիմ ազնվություն, չասեմ ընկեր, ամեն օր չենք հանդիպում։ Ինքն էլ է ինձ շատ խորհուրդներ տալիս, որ երբ եմ գալի ասում եմ, նայ, սենց երկի ստեղ, սենց երկի, ես ընդունում եմ բոլորի, թե լավ, թե վատ, ընդունում եմ, հետո վերցնում եմ դրան միջինը, օգտակարը, օգտագործում եմ։ Պարոն Ալոյան, իսկ ինչպես տեղափոխվեցիք Միացյալ Նահանգներ, ոնց այդ որոշումը կայացրեցիք։ 96 թվականներ, ասեմ, որ ես 93 թվականից դուրս եմ եկել Հայաստանից, Ռուսաստան եմ եղել 3 տարի, եւ եկանք Հայաստան, հրավերք ստացանք, հարսանիք, մեր շատ մոտիկ անձնավորության տղայի հարսանիքներ, ես եւ Շավարժ Գևորգյանը իրար հետ ենք եկել նույն օրը, եկա տենց այդ գալներ ու մնացի ես։ Վստահ եմ սկզբնական ժամանակաշրջանում ձեր այստեղ ապրելու դժվարությունները եղել են որպես էմիգրանտ, որպես երգիչ, կպատմեք այդ շրջանի մասին ձեր կարիերայի։ Ասեմ, գլուխ չկողմի համար շատ հեշտ եղել։ Ես դες դժվարություններ չեմ քաշել։ Դժվարությունն եղավ, որ արդեն ընտանիքս ինձ պիտի միանար, ուրիշ չար չկար, որտեղ ես որոշել եմ պիտի մնայի։ Դե գիտեք, 93-96 թվականին դժվար տարիներ էր։ Մարդ կա դիմացավ, մարդ էլ կա չդիմացավ, ոչ մեկին մեղ դնելու չի։ Այդ դժվար ժամանակաշրջանը եղել է ընտանիքիս միանալը ինձ։ Այսօր Ամերիկայի Միացյալ Քաղաքացիներ ենք, Միացյալ Նահանգների citizen ենք։ Եկեք խոսենք, թե ինչպես երաժշտությունը գտավ ձեզ կամ դուք գտաք երաժշտությանը։ Գիտեմ, որ երաժշտական ընտանիքից եք։ Այս է սկզբնական եղբայրս, տատիկս։ Երևի ես 5 թե 6 տարեկանից մեր ջան արդեն դրա մեջ եմ։ Հետո իմ կրթությունը 7-ամյա սովորական երաժշտական ստուդիայի կրթությունն է, այդպես բարձրագույն կրթություն չունեմ։ Առիթ չի եղել, թե տարիներն էին դժվար սովորելու։ Եղել է առիթներ։ Շատ հետաքրքիր բան է եղել, ուրեմն դե այն ժամանակ գիտեք, տենց բան կար մաղարիչով, բան ինչ-որ չէ սովորելու, ընդունվելու։ Վերջն հենց եղավ, որ էդի շատ հետաքրքիր գումար էր բռնում, որ պապիկս ընդեղ խոսում էինք, ասեց սենց, պետք է գնաս սովորես, դու ուրիշի մոց այդ գումար, այդքան գումար պետք։ Ասի, արի գիտես ինչ արա, ասեց ինչ անեմ։ Ասի ինձ առնում ես մի հատ սինտեզատոր, իմ ուզդեն ժամանակ էդի մի տանգին էր, մեր ջան։ Վերջը վստահեց պապիկս, ինձ ասեց ոնց ուզում ես։ Ես ուզում եմ քեզ օգնեմ, դու ինձ ասա ինչ ա պետք։ Ասի այսքան բան։ Դու ինձ առնում ես այս ինստրումենտը ու այն ժամանակ մենք արդեն սկսեցինք մի հատ ես 3-4 խումբ եմ երևի ունեցել։ Մի հատ խումբ կար ռեստորանային, այտենց բաներ էինք նվագում, մի հատ խումբ կար այդ մեր սիրած բաները, էլի ջազ, ռոք, բան, այտենց։ Մի հատ սաքսոֆոնիստ ունեինք Սարգիս Միրզոյան, ինչ շատ լավ ընկերն էր, ինքը ազատամարտիկ էր, զոհվեց առաջին Ղարաբաղի պատերազմին ու տենց ոնց որ այդ բենդը ծրվեց ու նորից անցանք այս վիճակների մեջ։ Եթե փորձենք համեմատել, թե ռաբիս նման հիթեր ովքեր ունեին, կհասկանանք, որ այդ տարիներին, չգիտեմ, Արամ Ասատրյաններ, ռաբիս, չգիտեմ, կարող ենք ասել, թե չէ, բայց Հարութ Փամբուկչյանը, Ադիսը դե տենց էին ասում ռաբիս, բայց դե ախր ռաբիզն էլ է, էդ էլ է հարաբերական, հեր ջան, ռաբիս։ Դրա մասին էլ կխոսենք, բայց Պոլ Բաղդադյանը եւ այլն, այդ բոլոր մարդիկ մի ամբողջ կարողություն են վաստակել։ Դե մենք մեծացել ենք, ես ինքս մեծացել եմ այդ մարդկանց ֆինանսական առումով նաեւ մեծ այսպես հաջողություններ են ունեցել եւ միլիոններ են վաստակել։ Այդ ձեր երգերը ավելի հայտնի են որոշ դեպքերում, քան չգիտեմ, Ադիսի եւ այլնի երգերը։ Դուք կարողացել եք մեծ գումարներ վաստակել, ուր որ գնասով կամ այն մյուս ռաբիս, ինչի՞ չեք կարողացել։ Դե ես չէի մասնակցում առիթների։ Բայց ակնհայտ է, որ այդ մարդիկ ուզում էին, չէ՞։ Ուզում էին, իհարկե, չէի ուզում, մեր ջան, չէի ուզում։ Ինձ ավելի հետաքրքիր էր ես իմ գործով զբաղվեի, ասենք նստեի մի հատ պլագինի վրա
մի 2 ամիս ասենք թե էլի կամ չգիտեմ ինչ-որ մի բանի վրա կենտրոնանայի կամ մի հատ գիտարի construction-ի վրա կենտրոնանայի։ Ես իմիջիալոց գիտարը հիմա սկսել եմ մի հատ գիտար եմ սարքել ինքս 0-ից։ Իմ գործիքը։ Ինձ ավելի տես բաներ են հետաքրքրել էլի։ Պարոն Ժանպոչյան, ստացվում որ հաջողությունը ձեր հետևից վազել է։ Դուք դա չեք ուզել ու չեք էլ օգտագործել եք, էլ ձեր դուրը թակել է։ Չէ, դե օգտագործել եմ, հիմա ինձ մոտ եկել են ձայնագրվել են, ես արանժմենտներ եմ արել, դե ամեն ինչը դրա հաշվին է եղել, մեր ջան, թե ինձ ով էր ճանաչելու։ Այ Ռաբիզի մասին ենք քիչ առաջ խոսում, մենք շատ հաճախ սխալ ընկալում ունենք կամ որակավորումներ ենք տալիս առանց հասկանալու, որ որն է որակյալ, որն է անորակ եւ այլն։ Եկեք մի հատ ինչ-որ մաստեր կլասի նման բան անենք, բացատրեք, հասկանանք, թե դրա որակյալը որն է եւ անորակը որն է։ Դե մի բանը եթե անճաշակա ու չի նշանակում, որ դա ռաբիզ է, չէ՞։ Ռաբիզն էս կատարողներ, ախրեկե դա այնքան դժվար ժանր է, մայր ջան, այնտեղ պետք է երգես, իմպրովիզացիան էս տեղի վրա, մարդիկ գնում էին 6-7 ժամ non-stop կանգնում էին տեղի վրա ինչ գալիս էր մտներին, բայց հետաքրքիր էր ստացվում, չէ՞։ Ես ռաբի շատ լավ բաներ եմ լսում, իջե հիմա եմ լսում։ Բաբիկ Ավոյան, Թաթուլ Ավոյանի հոր եղբայրը։ Դուք լսել եք իր մասին, ոչ չկա։ Ասենք ռաբիզ, ես այդ ռաբիզը գիտեմ, էլի։ Բացի Բաբիկ Ավոյանից, էլ ինչ լավ որակյալ է ձեզ, որոնք որ ասենք անարդարացիորեն ստանում են վատորակ երաժշտության պիտակ։ Այսինքն լավագույնների մասին է խոսքը, որ ես սիրել եմ։ Դե շատ կան այտենց, հիմա ես չեմ կարող առանձնացնեմ ոչ մեկին։ Հիմա ինչ որ երաժշտական ոճ կա, որը եւ Սփյուռքում եւ Հայաստանում, ովքեր փոփը այտենց խառնում են, ու դա շատ մասսայական է ստացվում։ Հիմա եկեք ռաբիս չասենք, որ այդ տղերքը չվիրավորվեն կամ աղջիկները, բայց ժամանակակից հայկական փոփ ասենք, լավ։ Փոփ իհարկե ռաբիսն է փոփ մյուզիկն է, մասսայական կան երիտասարդներ, ում դուք հավանում եք, ում արած գործը դուք համակրում եք։ Այդ ժանրի մեջ շատ դժվար հացես տալիս մեր ջան։ Տենց խոտուկով կա որ ասեմ։ Լավ, 3 անուն ասեմ ձեզ, դուք օգնեք մեզ կողմնորոշվել, թե ում արած երաժշտությունն է ավելի որակյալ։ Արկադի Դումիկյան, ով հիմա ամենամասսայականն է, Սարոթ Հովմասյան, ով եւս շատ մասսայական երաժշտություն է անում, եւ Մարտին Մկրտչյան։ 3-ից ում դուք կտակ առաջնություն։ Իսկ որ ասեմ 3-ն էլ։ Եթե կարծում եք 3-ն։ 3-ն էլ, դե հա, այդ ժանրեր է, մի քիչ տարբեր է։ Դե Սարոն մենակ այդ վիճակը չի երգում։ Էստրադա էլ է երգում, չէ, ամեն ինչ էլ երգում է։ Մարտինն էլ ունի գործեր, լսել եմ էստրադնի օտենց չէ։ Արկադին լրիվ ուրիշ բան է երգում, չէ, ասենք, տարբեր ժանրեր են։ Բայց 3-ն էլ իրանց գործը շատ ճիշտ են անում, մեր ջան։ Ողջույն, այս պահին ձեզ ներկայացնելու ենք մեր նոր գործընկերոջը, Aesthetic by Zoya։ Սրահները, որոնք գործում են եւ Բեննայսում եւ Գլենդելում։ Այս մատնահարդարման, ոտնահարդարման սրահը առաջարկում է իր լավագույն ծառայությունները։ Այստեղ գործում են նաև հոնքերի եւ թարքիչների շտկման ծառայություններ փորձագետների եւ լավագույն մասնագետների կողմից։ Պետք է նշել, որ այս սրահները առանձնանում են իրենց սրտացավ վերաբերմունքով յուրաքանչյուր հաճախորդին եւ միաժամանակ իհարկե լավագույն մասնագետների աշխատանքով։ Այս պահին կզրուցենք նաև հիմնադրի Զորիայի հետ։ Զորիա, նախ շնորհավորում եմ ձեր երկրորդ լոքեյշնի բացման կապակցությամբ եւ գիտեմ, որ վաղուց եք այս ոլորտում աշխատում, կպատմեք։ 2018 թվականից եմ ոլորտում, սկզբից ուզեցել եմ գումար աշխատեմ, բայց հետո իսկապես սիրահարվել եմ այս մասնագիտությանը ու գործից վերաբերում եմ որպես արվեստ ու արհեստ առաջին հերթին ու այն պատասխանատվությունը, որ ունեմ հաճախորդների նկատմամբ, որովհետև մենք ներկայացնում ենք իրականում նաև բժշկության փոքրիկ ճյուղի հետ կապ ունենք, որը որ պետք է շատ լրջորեն մոտենալ դրան, որովհետև ստերիլիզացիան շատ մեծ կապ ունի մեր գործի հետ, իսկ այստեղ ինքը այնքան բաց է, իսկապես շատ բաց է այդ ոլորտը։ Փուլը ստերիլիզացիա է, այստեղ մարդիկ ստերիլիզացիային ուշադրություն չեն դարձնում։ Ինչ եկել եմ, պրոստը ասենց գոռում եմ նրա մասին, որ դա շատ կարևոր է ու
պետք է դրան ուշադրություն դարձնել։ դարձնել։ Ինչպես է ընտրում մասնագետներին, ոնց է ընտրում, որ պետք է աշխատի քո երկու մասնաճյուղերում։ Իմ առավելությունն է, Մհեր ջան, որ ես դասընթացներ եմ նաև տալիս, իսկ լավագույնները մնում են իմ թիմում։ Մեր նոր գործընկերն է MS Travel and Tours-ը, որն առաջարկում է իր ծառայություններն ավելի քան 40 տարի Միացյալ Նահանգներում։ Այն հիմնադրվել է իմ ծննդյան տարեթվին 1988 թվականին եւ պետք է ասել, որ հիմնադիրը Մելանիա Մխիթարյանը իր փորձառու մասնագիտական հմտություններով կարողանում է ավելի քան 40 տարի բոլորին ուղարկել հանգստյան եւ բնականաբար իհարկե իրենց կյանքի լավագույն ուղևորություններին։ Ինձ թվում է, որ ամենակարևորը այս ոլորտում, այս հարցում փորձառությունն է, տարիների փորձն է, այդ իսկ պատճառով բնականաբար իհարկե այս գործակալությունը տուրիստական վայելում է բոլորի վստահությունը։ Ամենատարբեր ուղևորություններից բացի MS Travel-ը կազմակերպում է հաճախ նաև ամենատարբեր ուղևորություններ, քրուզեր եւ բնականաբար իհարկե միասին կարող եք վայելել հանգիստը։ Օրինակ, նոյեմբերին Բրազիլիա եւ Արգենտինա ուղևորություն կա, որին կարող եք մասնակցել եւ բնականաբար իհարկե վայելել Բրազիլիայի եւ Արգենտինայի խելահեղ իհարկե վայրերը նոյեմբերի 5-ից 17-ը 2 շաբաթ միասին կարող եք վայելել ձեր հարազատների եւ ընկերների հետ։ Եվ բնականաբար իհարկե գները չափազանց մատչելի են։ Ճապոնիա ուղևորություն սպասվում է արդեն ապրիլ ամսին եւ Նոր Զելանդիայի ուղևորությունն էլ հոկտեմբերի 24-ից է։ Փորձեք ամրագրել ձեր տեղերը, իսկ ես մտնեմ ներս եւ գնեմ իմ տոպսերը։ Ողջույն, ես գտնվում եմ Art in Beauty Aesthetics-ում, որտեղ մենք խոսում ենք հաճախ էսթետիկ գեղեցկության եւ առողջության մասին։ Իմ կողքին է բժիշկ Արտակ Մկրտչյանը, ողջույն բժիշկ, շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Նմանապես Մհեր ջան։ Բժիշկ, ես հաճախ եմ ձեզ այցելում, որովհետեւ ինքս շատ քիչ եմ ցավոք ջուր օգտագործում օրվա ընթացքում եւ միաժամանակ նաեւ հաճախ օգտագործում եմ ալկոհոլ, ոգելից խմիչքներ, որը իմ օրգանիզմը ջրազրկում է մեծամասամբ, սակայն մենք հարցը լուծում ենք IV գործընթացներով, հա, կպատմեք այդ մասին եւ ում խորհուրդ կտաք հատկապես։ Ուղղակի սա չհնչի, որ ես ուզում եմ, որ դուք շատ ալկոհոլ օգտագործեք, քանի որ կալուծումը կարող է գալ այստեղ։ Ուզեք չուզեք, բժիշկ, ամեն շատ եք օգտագործում։ Ինձ սալ չհասկանաք, բայց իհարկե կյանքում մենք բոլորս գնում ենք, ուրախանում ենք, մեկ-մեկ մի քիչ չարաշահում ենք, ինչքան ենք ալկոհոլ խմել։ Գիտեք, ինչքան էլ դուք ձեզ հեղուկ խմեք, ինչքան վիտամիններ օգտագործեք, կամ մի քանակություն, որով դուք կարող եք ներծծել ձեր ստամոքսային տրակտից, իսկ այդ IV անգլերենով ասել, որտեղ ժողովուրդը տենց գիտեն, IV hydration, IV drip therapy, դա միանգամից գնում է ձեր երակային համակարգը, այսինքն ոչ մի կորուստ չկա, միանգամից ջրազրկման հարցը լուծվում է, բացի դրանից էլ անհատական ես ընտրում եմ, ես ինքս եմ նայում բոլորին, ընտրում են կոկտեյլը, որը որ պատրաստի, կախված հաճախորդի ինչ է պետք։ Եթե դա ալկոհոլ է, ալկոհոլից հետո խմելու մյուս օրն է կամ ասենք jet lag է, ուրիշ տեղից գալիս են, թույլ են, հոգնած են, կախված դրանից պատրաստում է հատուկ կոկտեյլ տալիս է։ Խոսքը վիտամինային կոկտեյլ։ Հիմնականում դրանք վիտամիններ են, միներալներ են։ Վերջերս ես ավելացրել եմ նաև ներերակային stem cell exosome-ներ, հրաշք մի բան է, ընդհանուր մաշկի թարմացում է տալիս։ Ահագին հաճախորդներն եմ ասում են հոդացավերն է անցնում դրանից, շատ ռեջեներատիվ է, ձեր ամբողջ մարմնի էներգիայի եւ տոնուսն է բարձրանում եւ դիմադրողականությունն է բարձրանում մարմնի։ Մարդիկ գալիս են ամիսը մեկ անգամ, արդեն դառնում է ոնց որ մի սովորական բան ու ցանկությունն է, որտեղ շատ լավ են զգում իրենց դրանից հետո։ Ամիսը մեկ անգամ ընդհանրապես 40 րոպեից 1 ժամ տրամադրելով ձեր օրգանիզմին այդ IV գործընթացներով գոնե կկարողանաք վերականգնել վիտամինները, ամենատարբեր օգտակար երևի թե նյուտրիշնները եւ միաժամանակ իհարկե ջրազրկման խուսափելու դեպքերը։ Շնորհակալ եմ բժիշկ, ես հիշեցնեմ, որ նշված հեռախոսահամարով զանգահարելով դուք կկարողանաք ամրագրել ձեր ժամը հենց այս կլինիկայում։ Պարոն Ալոյան, երիտասարդ երգիչներից կան մարդիկ, ում հետևելով կարծում եք, որ իրենք ունեն մեծ ապագա եւ լավ արտիստներ են, եւ եթե կան մի քանի անուններ։ Երիտասարդ երգիչներից նայեք, մի բան ասեմ, որ շատ են ուզում նմանակեն։ Սիրում են ինչ-որ մի երգողի, ոնց որ տարվում են իրանցով, հիմա որ չնայես տեսնես ով երգում, կիմանաս նույն երգողն ա գցենք թե։ Ու տեսնում ես մի 20-30 հոգի նույն այդ ստայլի մեջ, նույն որակի մեջ երգում են, բայց իրանց սեփականը չունեն։ Մենք էլ ենք թվերին երգողներ լսել, ունենք Սուրիկ Պողոսյան, Թիլիսեցի Սուրիկ Պողոսյան։ Ես ասեմ, որ մեր
այն մեր բակալենին 80%-ը ուզում էինք նմանակեինք իրանց։ Բայց հետո դրա հետ մեկտեղ իմ սեփականը ես ունեցա, իմ ոճը, իմ վոկալը։ Բայց օգտագործեցի անի, այսօր քիչ եմ օգտագործում այդ նույնից։ Ինչ եք կարծում լավ երգիչ լինելու համար ակադեմիական կրթություն կոնսերվատորիայի պետքա թե ոչ։ Առաջերտին եթե երգող ես պետք է վոկալդ մշակես։ Ձայնդ մշակես, թե չէ շատ շուտ ձայնդ կնստի։ Այսօր կան օրինակներ, իմ ընկերներից այսօր չեն երգում։ Որտեւ ամբողջ օրը սխալ երգեցողությամբ երգել արդեն կոկորդդ վնասում ես, ձայնալարդ վնասում ես, ընդ ձայնը նիսմիկան է, էլի այտենց ինչ-որ քերվում է բան։ Հետո օրերկա պետքա չերգես։ Մեծ մասը չեն իմանում այդ մասին, բայց էլի վարի շատակետ լավ ուսուցչին Սերգեյ Դանելյանին, որը ինձ այնքան բաներ է սովորացրել, որ այսօր իմ կյանքում ինձ պետք է կավետ ամենը։ Ես հիշում եմ տարիներ առաջ մարզահամերգային համալիրում Հայաստանում ձեր մենահամերգը, որը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ անցավ, մտադրություն ունեք վերադառնալու Հայաստան մեծ համերգներով։ Հայաստանում երևի չեմ ուզենալ լինի համերգ, որտեղ շատ դժվար է Հայաստանը։ Մանավանդ իմանում են Ամերիկայից ես գալի, շատ պրոբլեմներ ռուսերեն եմ ասում, շատ պրոբլեմներ ես հանդիպում, այնքան վատ բաներ եմ նկատել, միջև իմ համերգը ավարտվել է, ես չեմ անում, ասուցեր, որ այդ համերգը ես երկեցի։ Կպատմեք ինչ խնդիրներ էին առաջացել։ Ախր այնքան շատ է թվարկելը։ Մենակ գոհեմ իմ երաժիշտներից, ովքեր այդ բենդս Խաչիկ Սահակյաններ եւ երաժիշտները թվով շատ մի 11 հոգի երաժիշտներ էին, իրանցից շատ շնորհակալ եմ, որտեղ շատ ամեն ինչ տեղին էր, բայց սկսած սրայի այդ մոտքից, ամեն ինչից, ոնց որ անընդհատ մի բան եմ քեզանից սպասում, բայց չեմ իմանում, որ այդ ամեն ինչ ազդում է քո վրա։ Ասեմ, որ ես մենակ եմ իմ հանրքս դրելու, ոչ հովանավոր եմ ունեցել հատուկ ինչ-որ հարցերում օգնել են, բայց ամբողջ իմ ուսերին է եղել, որը շատ դժվար է։ Իսկ ինչ խնդիրների մասին էր խոսքը, այսինքն իրենց գործը լավ չէին անում, վճարման հավելյալ ինչ-որ պահանջներ կար, ի՞նչն էր խնդիրը։ Օրինակ եկել եմ ժամը 5-ին, չեքին եք լինում, գործիքներն ենք ստուգում, բան, միկրոֆոն, վոկալ, բան անում ստուգում ենք։ Ես էլ ոչ սափրված եմ, որ բան, 2 ժամ հետո համերգ սա։ Մեկ էլ եղբայրս բեմին երեկավ ասեց, Արմեն ջան, ասեց, դու սենց ես անում, մեկը հետևիցդ բեմ վրա քաղաքացիական ակցով սենց անում։ Ասի, ինչ է եղել, եկա ասի, ինչ է եղել, ասեց, գնդապետ ես ինչը ձեզ ներքևում ուզում ա տեսնի, վառում նստած է։ Եկա այդ ազնվորությունը չեմ էլ իմանում անուն ինչ էր, սենց բալանիկով սենց խտմա սեղանին, ասի բարև ձեզ, սենց բարև, ասի ինձ ուզեցել եք տեսնենք, ասում ով ես դու, ասի այսօրվա երկողն եմ, ինչ-որ ուզեցել եք մենակ։ Ինձնից ինչ-որ մի բան էր պահանջում, կամ այսքան, որ համերգը տեղի ունենա, դի բերենք PPS կանացնենք միլիցիաներ, բան, ասում եմ լսի սա պարանդեշի, ոչ էլ ինչ-որ գալու են պարեն։ Ինքը համալիրի փոքր սրահներ, այնտեղ պարելու տեղ էլ չկա։ Ասում եմ նորմալ իմս համերգը, ասի ես ոչ մի բան չունեմ ձեր հետ խոսալու զրույցով։ Հետո մոտիկ ազնվորություններ ունեն, իրանք ինձ ասել են հանգած, ոչ մեկի խոսքին բան այդտեղ չդնես, դու քո համերգը դու, բայց ամեն ինչ ազդում է, չէ՞ վրեդ։ Եկել եմ սրան կանգնել եմ, դի լուսերը փորձ ենք անում, դի լուսերը վառեն, հանգցնեն, չկան։ Դրա համար երևի պիտի թիմային լիներ այդ ամեն ինչը, որ ին վրա չլներ այդ ծանրությունը։ Կարող է ներվերից ձենդ քաշվի երկի ժամանակ մտածմունքից, 2 ժամ համերգ ես տալիս։ Դրանից հետո ցանկություն ձեր մոտ այլևս չկա, չէ՞։ Հա, դա ոնց որ ինձ սառացրեց։ Դրա համար ես որոշել եմ այստեղ համերգ ունենամ, մյուս տարվա մեջ, ավելի լավ այստեղ ես համերգը ստամ նույն ունկնդիրը ունեմ այստեղ։ Հավանաբար շատ նամակներ եք ստանում կամ մեկնաբանություններ տարբեր երկրներում ձեզ հետևող հայերից, ինչ ունեք ասելու այդ մարդկանց, ովքեր հետևում են ձեզ, ձեր գործունեությանը։ Ես իմ ունկնդիրներին ցանկանում եմ առաջերտին առողջություն, թող լինեն հայեցի։ Իսկ թվում է երաժշտությունը այդքան դեր չի խաղում մարդկանց մոտ, ասեմ իմ հարգելի ունկնդիրներ։ Ազգասիրությունը դա չի նշանակում դու պիտի անպայման
հայեցի երգեր լսեց, ազգասեր լինելու համար, հայրենիք սիրելու համար ուրիշ թեմաներ ապվեց, հավատալը։ Մենք բոլորս պետք է մեր հայրենիքը սիրենք։ Ափսոս, որ հերվից ենք սիրում, շատ մոտիկից պիտի սիրենք մեր հայրենիքը, կգա ժամանակ երևի մեր ջան, մոտիկից իրոք կլինենք մեր հայրենիքում։ Ամեն տարի ասում եմ, գնալու եմ, բայց դեռ արձականներ կան։ Ողջույն, մենք շարունակում ենք խոսել կտակի եւ նվիրատվությունների մասին եւ մեր փորձագետը հայտնի իրավաբան Աննա Գրիգորյանը պատրաստ է պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին։ Ողջույն Աննա։ Աննա, նախ պիտի ասեմ, որ բոլորը շատ սիրում են հատկապես հաղորդման այս հատվածը, որովհետեւ շատ ինֆորմացիա են ստանում, չափազանց կարեւոր է մեր օրերում։ Աննա, մարդիկ երբ գնում են տուն, առանձնատուն, բնակարան եւ այլն, սովորաբար իրենց երեխաների անունով են ձևակերպում թղթերը։ Արդյոք դա ճիշտ է trust-ի տեսանկյունից։ Ճիշտ չի։ Երբ որ ծնողները գնում են տուն, եթե լինում է իրանց անունով, հետո որոշում են նվիրատվություն անեն իրանց երեխային, նախ առաջինը լինում է tax-ի հետ կապված խնդիր, որտեղ եթե տունը իրանք առել են ինչ-որ մի գումարով, այդ տան արժեքը բարձրանում է, եւ եթե տունը դրեցին երեխայի անունով միանգամից, երեխան tax-ը վճարելու այդ բարձրացած գումարի վրա։ Ամենաճիշտ տարբերակն է այդ տունը դնել trust-ի մեջ, trust-ով նվիրատվություն անել երեխային, ծնողներին մի բան պատահելուց հետո նոր տունը փոխանցվի երեխային trust-ով, ոչ թե միանգամից։ Այսինքն, մարդիկ տուն գնելիս պետք է առաջին հերթին գան Grigorian Law Firm եւ փորձեն իհարկե հասկանալ, թե ինչպես կարող են այդ ամենը կազմակերպել օրենքով։ Այո։ Թե ինչ նշված հեռախոսահամարով զանգահարելով կամ այցելելով նշված հասցեով դուք կստանաք սպառիչ պատասխաններ, իսկապես շատ կարևոր է, որպեսզի պատշաճ ուշադրություն դարձվի ձեր ունեցվածքին։ Grigorian Law Firm պատրաստ է ձեզ օգնել այդ հարցում։ Մենք գտնվում ենք Լոս Անջելեսի փոքրիկ Երևանում, տուն Լահմաջո ռեստորանում, որտեղ դուք կգտնեք Երևանի ամենալեգենդար լահմաջոյի հենց Լոս Անջելեսյան տարբերակը։ Պիտի ասեմ, որ երբեք այս երկար ամիսների ընթացքում մենք ընկերացել ենք արդեն տերերի հետ, բաժնետերերի հետ բիզնեսի, նրանք չեն բացում գաղտնիքը, թե ինչ կա այս հետաքրքիր ու հանճարեղ լահմաջոյի բաղադրատոմսի մեջ։ Բայց պիտի ասեմ, որ բոլորը շատ հավանում են։ Հավանում են ոչ միայն ուտելիքի որակի եւ իհարկե դրա գաղտնի բաղադրատոմսի պատճառով, այլ նաեւ սպասարկման պատճառով, որովհետեւ այստեղ իսկական անկեղծ երևանյան ժպիտներ են բոլոր աշխատակիցների կողմից։ Իսկ առաջարկվող մենյուն իհարկե ձեզ համային առումով անմիջապես կտեղափոխի դեպի Երևան։ Տրամադրությունը, միջավայրը, երաժշտությունը, դեկորացիաները նույնպես իհարկե հենց այդ մոտիվներով են։ Տուն Լահմաջոն առաջարկում է իր թարմեցված մենյուն, որտեղ տեղ են գտել թեթև եւ ամառային ուտեստներ։ Իդեպ ձեզնից շատերը նախընտրում են նաեւ ոչ միայն տոներին, այլ նաեւ առօրյայում գալ այստեղից ուտելիք վերցնել եւ իհարկե տանել առիթների կամ ընտանեկան ընթրիքների համար։ Այդ տարբերակը եւս շատ իհարկե տրամաբանական է, քանի որ այստեղ կարծես տան պատրաստած ուտելիք լինի։ Դուք նույնիսկ կարող եք խաբել ձեր հյուրերին եւ ասել, որ ուտելիքը պատրաստել եք ինքներդ։ Այցելելով մեկ անգամ տուն Լահմաջո ռեստորան, ես վստահ եմ, որ դուք շատ հաճախ ձեր ընկերական կամ ընտանեկան միջավայրով կլինեք այստեղ։ Տուն Լահմաջոն իմ ամենասիրած արագ ուտեստներից է Լոս Անջելեսում, իսկ ես արդեն կհանդիպեմ ձեզ Երևանի Տուն Լահմաջոյում, որովհետև օրեր անց լինելու եմ Երևանում եւ արդեն գիտեմ, որ լինելու եմ Հյուսիսային պողոտայում։ Հասցեները ձեր էկրաններին են, կհանդիպենք Երևանում։ Ողջույն, մենք գտնվում ենք Գլենդելի ամենակենտրոնում, ավելի կենտրոն չի լինում։ Մենք գտնվում ենք Վերանդա եւ Վերանդա Lounge ռեստորաններում, վստահ եմ, ապրելով այստեղ Միացյալ Նահանգներում ձեզնից գրեթե բոլորը կամ բոլորը արդեն հասցրել են լինել այս հյուրընկալ ու գեղեցիկ պատերի ներքո։ Եթե դուք նախընտրում եք քեֆ անել եւ մեծ խմբով եք եւ կամ փոքր ընտանիքով կամ ընկերական շրջապատով, ապա Վերանդա ռեստորանը սպասում է ձեզ։ Որևէ մեկը այդ միջոցառումներին նստած չի մնում, պարահրապարակում ասեղ գցելու տեղ չկա, որովհետեւ բենդը եւ արտիստներն ու աստղերը այնպես են անում, որ որևէ մեկը նստած չմնա։ Լեփլեցուն սեղանների եւ համեղ ուտեստների մասին գիտեն բոլորը, իսկ սպասարկման որակը հասցրել են գնահատել ձեզնից շատերը։ Մենք գտնվում ենք այժմ Վերանդա Lounge ռեստորանում փոթորկից առաջ։ Ինչու փոթորիկ, որովհետև ամեն անգամ Երևան նայցի ընթացքում, երևանյան գիշերների ընթացքում այստեղ իսկական էմոցիաների եւ աուրայի իսկական փոթորիկ է եւ հրաբուխ։ Բոլոր նրանք, ովքեր ցավոք չեն հասցնում կամ չեն կարող հասկանալի պատճառներով լինել իրենց հայրենիքում, Երևանում,
ապա դա անում են այստեղ մտովի տեղափոխվելով այս գեղեցիկ ու երևանյան աուրայի շնորհիվ, երևանյան գիշերների շնորհիվ իրենց հայրենիք եւ այն Երևանը, որը նրանք լքել են։ Լավագույն ֆոլք եւ քաղաքային ֆոլք երգերը ձեզ մի անգամից կտեղափոխեն հենց այնտեղ Երևան։ Veranda Lounge առաջարկում է ժամանակակից ֆյուժն եւ համեղ ուտեստներով լավագույն խորտիկները եւ լավագույն մենյուն, որի դեպ չի զիջում անգամ Beverly Hills-ի կամ West Hollywood-ի ռեստորաններին, իսկ բարմենի պատրաստած կոկտեյլները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Այնպես որ մեկ անգամ գալով երևանյան գիշերներին վստահ եմ այն կդառնա ձեզ համար ավանդույթ, չէ՞ որ երևանյան գիշերները Veranda-ի արդեն դարձել են Glendale-ի համար իսկական այցեքարտ։ Հիմա եկեք խոսենք նաև իմ խնդրանքով ձեր երաժշտական գործունեության մասին, որովհետև ինչպես հասկանում եմ, ձեր համար ավելի թանկ է ջազ երաժշտությունը, ձեր բենդի գործունեությունը, ձեր ռոք փորձերը, ձեր գիտարի ստեղծումը։ Այդ թեմայի վերաբերյալ ինչ կասեք։ Ինչպես է ստեղծվել բենդը, ինչ է անում բենդը։ Բենդը ուրեմն մենք Արմեն Կարապետյան կա գիտարիստ, շատ լավ գիտարիստ է։ Չգիտեմ, դու լսել ես մեր ջան, այդ ինստրումենտալ բաներ ունենք մենք ինքնա գիտարը։ Ես տեսել եմ ձեր ջազ համերգը YouTube-ում ու շատ դուր է եկել ու մի շարք երգեր եմ առանձնացրել ինձ համար, որոնք ռաբիշ չեն ու կուզեմ այս ծրագրի ընթացքում ցույց տանք դրանք։ Հիմա կխնդրեի որ գործերն ա։ Օրինակ շատ դուր է եկել ինձ գարուն է բացվելի մշակումը ձեր, արա շատ դուրս եկել է։ Գարուն է բացվել է։ Երկայս գիշերի մշակումն է շատ դուրս եկել, որ իմ համար առանձնացրել եմ։ Մի հատ փոփ բալադ է շատ դուրս եկել, որ կոչվում է Մեղավոր ես։ Այդ իմ երգն է։ Որը եւս Բայց նրանք իմ երգերը չեն։ Հա, դրանք մշակումներ են, բայց ամեն դեպքում այդ երգերը շատերն են երգել, բայց ինձ դուր է գալիս ձեր մշակմամբ։ Ինչպես են ծնվում ձեր երգերը։ Ինչից հետո։ Մհեր ջան, էդի պահի տակ է գալիս, այտենց հատուկ բան չկա, որ հեսա լավ եկանք նստեցինք, երգ ենք գրելու, չկա այտենց բան։ Ինքը պահի տակ է գալիս, եթե իրան բռնեցիր, չէ, ինքը գնում է մեկը։ Գրել եք ուրիշների համար, պարոն Ժան, գործեր։ Ում համար եք գրել եւ ինչպես է։ Շատ եմ գրել, այտենց ես։ Ամենահայտնի գործերը որոնք են, որոնք ձեր ձեռագրից են։ Որ ես եմ գրել։ Արմեն Ալոյանն է շատ իմ երգերը երգել։ Ինչ հայտնի տենց։ Հիմա սենց չեմ հիշի։ Դեռ շատ հաճախ հեղինակային իրավունքի խնդիրներ առաջանում, մարդիկ վերցնում են ինչ-որ արտիստի հայտնի գործը ու երգում են։ Հիմա արդեն դա մի փոքր կարգավորվում է, բայց հատկապես այն տարիներին շատ է եղել։ Այդ խնդիր ունեին, կոնֆլիկտ ունեին Արթուր Մեսչյանն ու Հարութ Փամբուկչյանը։ Միշտ այդ խնդիրը եղել է։ Այդ ձեր դեպքում ձեր երգերը երբ վերցրել ու երգել են, դուք դեմ եք եղել, թե իմացել եք, ձեզնից հարցրել են։ Չհարցնեն էլ խնդիր չի, մայր ջան, թող երգեն։ Էլ եմ ասում, եթե լավ բան են անելու, այն ինչ որ արել են, ասենք, ես եթե դրանից վատն անելու իմաստը չկա։ Եթե դրանից լավ բան ունի, ես ողջունելու եմ, իհարկե ուրախանում եմ։ Ես որ լսում եմ լավ բան են արել, իհարկե հետաքրքիր է ինձ համար։ Պարոն Ժան-Պոչյան, ինչպես է ձեր այստեղի երաժշտական կյանքը։ Գիտեմ, որ անընդհատ բենդով տարբեր միջոցառումների եք ներկայանում, հանդես գալիս։ Ովքեր են բենդի անդամները։ 24 ժամ դրա մեջ ենք։ Ինչպես է այդ կյանքը ընթանում։ Հիմիկվա մեր բենդի այս ջազ ֆյուժնի բենդի մասին է խոսքը։ Ռոման Ականյան, շատ լավ երաժիշտ է, կոմպոզիտոր։ Արման Նաջալալյան, դրամսը, Արմեն Ստեփանյան դուդուկը, եկել ես եմ, բայց այս պրոջեկտը, ունենք ռոք պրոջեկտ, ընդե արդեն լրիվ ուրիշ մարդիկ են։ Ջազը զարգացող երաժշտություն է, փոփոխվող երաժշտություն է, իմպրովիզի երաժշտություն է, ամենակարևորը մարդկային երևի թե այդ կապն է երաժիշտների մեջ։ Մենք ընդհանրապես փորձ չենք արել։ Ընդհանրապես փորձ մենք տես բան չենք արել։ Մենք տեղի վրա ասենք ինչ պետք է, իրար բռնում ենք, արդեն այդ մյուզիկը տենց է։ Ուրիշ բան ամերգ լինի կոնկրետ գործերա, որոնտեղ պետք է լրիվ լիստա լրիվ ուսոր հատիկ նվագվի, էդի դե արդեն բնական է, փորձեր է պետք է անել։ Այստեղ Լոս Անջելեսում մի շարք ջազ ակումբներ կան, ջազ բենդեր կան։ Դուք հաճախ եք, չգիտեմ, ներկա լինում,
տեսնում իրենց արածը, ձեզ դուր գալիս է։ Իհարկե, Մայր ջան։ Ես վերջի իմ, ասենք, էլեկտրիկ բենդի իմ երազած համերգը վերջի, մենք ընդեղ ենք, Չիկորիայի մասին է խոսքը, Արմանդո։ Այդ ա եղել, որ դրանից հետո, չգիտեմ, սենց այդ բանը չեմ ստացել, էլի եղել եմ շատ համերգներ, բայց այդ ռիվ ուրիշ պատմություններ։ Ամեն դեպքում, եթե տենց վերադառնանք մեր հաղորդման ֆորմատին, պարզ է, որ ջազը, ռոք երաժշտությունը, թեկուզ ձեր կատարմամբ այնքան մասսայական չի լինելու։ Ձեզ միևնույն է, մարդիկ հիշում են ու հիշելու են ձեր գրած երգերով, որոնք ռաբիզ են որակվում։ Այդ ձեր համար ձեր սրտում չկա դրա հետ կապված ափսոսանք, ցավ։ Չէ։ Իսկ եթե դա ձեզ դուր է գալիս, ինչի չեք խուսափում երգել դա միջոցառումներին, որով Չեմ խուսափում, Մհեր ջան, ես որ միջոցառմանը չեմ մասնակցում, ինչի համար երգեմ, չէ՞։ Նայեք, դրա տեղը կարելի է ուրիշ բան անել։ Եթե ժամանակը պետք է տրամադրեմ դրան, լիքը մարդիկ, ես մեկին գիտեմ, իմ ընկերուհի Անի Երանյանը։ Ինքը երազում է լսի ձեզ ձեր այդ ռաբիս կատարումները, որ ինչ դուրը շատ գալիս է, իմ դուրն էլ է շատ գալիս, բայց այդ տեղը ու հնարավորությունը չկա։ Վստահ եմ շատ մարդիկ կցանկանային, որ իրենց միջոցառումներին դուք կատարեիք այդ երգերը։ Դուք խուսափում եք դրանից, ինչպես հասկանում եմ։ Ինչու։ Կարելի է Դες հանգիստ չեք զգում բենդի կատարում։ Մայր ջան, որով ախր ամեն միջոցառում չի էլի, որ շատ լավ անցնում։ Ես այդ մի հատ վիճակ կա, որ հարբած գալի մոտիկանալ բան, այդ արդեն չէ, չեղավ։ Ինձ 3-4 օր պետք է, որ ես հետ կամ այդտեղից։ Դրա համար ես իմ գործով եմ զբաղվում։ Դուք ձեզ ավելի շատ երաժիշտ եք դրա համար։ Պարոն Ժամկոչյան, ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր սկսում են ինչ-որ քանի որ դուք ինքներդ էլ 7-ամյա կրթություն ունեք երաժշտական, ինչպես ասացիք, եւ ինքներդ եք ավելի մասնագետ, պրոֆեսիոնալ դարձել տարիների ընթացքում, ինչ խորհուրդ կտաք այդ երեխեքին, այդ երիտասարդներին, ովքեր սկսում են նոր իրենց առաջին քայլերը։ Շատ լսել երաժշտություն, տարբեր ժանրեր, շատ լսել։ Տարբեր ժանրեր։ Լավ, վատ երաժշտություն չկա։ Այսինքն կա վատ երաժշտություն։ Վատ ժանր չկա, դրա մեջ լավն էլ կա, վատն էլ կա, ամեն ինչ էլ պետք է լսել, ամեն ինչ, անես մի բան կարող է տեղից սովորես, որ կյանքում քո մտքով չի անցել, որ սենց մի հատ ֆրազ կարելի է, տես, ասենք, ստեղ այդ մարդը սենց մի հատ բան արեց, որ դա դու ոչ միտեղ չէ, ինքը իրան ոչ մեկ չեն էլ ճանաչում, ամեն ինչ էլ պետք է, անես բաներ եմ ես լսում, մոտս այնքան բաներ ունեմ, որ մի օր առիթ լինի, դու սկի չեք էլ լսել դրա մասին, ասենք ինքը private բաներ է, բայց այն որ լսում ես, զգում ես, որ իրոք էլի, իրենց ոչ մեկ չի ճանաչում, բայց կատարում են մարդիկ։ Իսկ որ նստենք մենակ հայտնիներին պետք է լսել, հայտնիներին, եսի արդեն էդ էլ է պետք։ Ես շնորհակալ եմ, որ դուք անկեղծ եղաք։ Ես հասկանում եմ, որ ձեր համար դժվար է տեսախցիկների առաջ խոսել ու սա ձեր սիրած զբաղմունքը չի, բայց սա պետք է, որովհետև մարդիկ ուզում են լսել ձեզ ու հասկանալ, թե ինչպես են ծնվել իրանց սիրած երգերը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, Մհեր ջան։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Omorphia Luxury Salon եւ Spa-ում, որտեղ լավագույն մասնագետները beauty industry գեղեցկության ինդուստրիայի գործում են այստեղ։ Կանանց վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման, ինչպես նաև սպա պրոցեդուրաների աշխատում են մեկ հարկի տակ ձեզ դարձնելու համար առավել գեղեցիկ ու գայթակղիչ։ Այնպես որ զանգահարելով այս հեռախոսահամարով, վստահ եմ, մեկ անգամ այցելելով եւ ժամադրություն վերցնելով, դուք կդառնաք Omorphia Luxury Salon Spa-ի մշտական այցելուն։ Վստահ եղեք, որ ամենալավ մասնագետներն այստեղ են եւ ամենալավ սպասարկումը մեկ հարկի տակ է Omorphia-ում, որը գտնվում է հենց Glendale-ի կենտրոնում։ Այստեղ սպասում են ձեզ։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք մեր ամենահարազատ գործընկերներից մեկի Venus Gifts խանութ սրահում, որտեղ իհարկե ներկայացված է միջազգային ամենահայտնի հեղինակավոր ապրանքանշերի ամենավերջին եւ ամենաթարմ հավաքածուները։ Այսօր միասին մենք խոսելու ենք Քրիստոֆ ապրանքանշի մասին, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։
եւ քանի որ յուրաքանչյուր հայկին իր սպասքի այսպես ցուցակում ցանկանում է ունենալ Քրիստոֆ կամ ունի արդեն, ապա ինֆորմացիան եւս այս պարագայում կարող է ձեզ համար օգտակար լինել։ Այլևս իհարկե գիտեք, անհրաժեշտություն չկա հասնել օրինակ, չգիտեմ, Rodeo Drive, այլ պարզապես կարելի է գալ Venus Gifts խանութ սրահ եւ այստեղ գտնել ամենանոր եւ ամենալայն տեսականին։ Քրիստոֆ Ապրանքանիշը հայտնի է իր արծաթապատ եւ արծաթյա սպասքի պարագաներով, որոնք ունեն հարյուրամյակների պատմություն։ Եվ իհարկե հայտնի ձվերը բոլորս գիտենք, որոնք իհարկե համարվում են նրանց ձեռագրային, այսպես, սպասքի պարագաները։ Եվ որպիսի արծաթապատ կամ արծաթյա սպասքը օդի հետ շփվելիս չսևանա, դրանք պահպանվում են հատուկ իհարկե կոլբայի մեջ։ Գալով այստեղ Venus Gifts կգտնեք ամենալավ ապրանքանիշերի, ամենաթարմ եւ ամենանոր տեսականին։ Ողջույն, մենք գտնվում ենք One-on-One Travel-ում, որտեղ փորձառու մասնագետներն իսկապես շատ կարճ ժամանակահատվածում կարողանում են կազմակերպել ձեր կյանքի լավագույն ուղևորությունները։ Այդ ամենը ես կարող եմ ասել իմ անձնական փորձով։ Իսկ այս պահին մենք զրուցելու ենք One-on-One Travel-ի համահիմնադիր Զարայի հետ եւ զրուցելու ենք մի շատ կարեւոր թեմայի մասին։ Արդեն մայիս ամսի սկզբից Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներ, ովքեր չունեն ցավոք քաղաքացիություն, ըստ տարբեր տեղեկությունների կարող են ճանապարհորդել միայն Real ID-ով։ Զարա, կպատմեք մեզ ողջույն, թե ինչպես կարող են մարդիկ ճանապարհորդել առանց Real ID-ի, եթե այն չունեն։ Հնարավոր է արդյոք։ Ողջույն Մհեր, շնորհակալ եմ հարցի համար։ Այո, բոլորս գիտենք, ինչպես նշեցիր, մայիսի 7-ից միմիայն Real ID-ով կարող են Ամերիկայի ներսում ճամփորդել։ Սակայն վերջերս մեր հաճախորդների փորձերից, մեր ուղարկած հաճախորդների experience-ից ելնելով կարող եմ նշել, որ կարող են travel անել ոչ միայն Real ID-ով հաճախորդները, այլ նաև driver license-ով, որտեղ նշվում է federal limits տարբերակը, պարզապես 2-ից 3 ժամ checklist են անցնում պասպորտ կոնտրոլներում։ Այսինքն, եթե 2 ժամ շուտ պետք է լինեին аэроպորտում, այս պարագայում պետք է լինեն 4-ից 5 ժամ շուտ, որպեսզի անցնեն այդ մի փոքր քաշքշուկը, բայց կարող են travel անել հանգիստ։ Դե ինչ ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը հստակ պատասխաններ են ստանում One-on-One Travel-ում, որովհետև այստեղ աշխատող բոլոր մասնագետները ունեն երկար տարիների աշխատանքային փորձ, իսկ Զարան պարզապես 24/7 ռեժիմով պատրաստ է յուրաքանչյուր պահի պատասխանել ձեզ անհանգստացնող զանգերին, եւ դա մենք ասում ենք մեր ձեռքը դնելով մեր խղճի, որովհետև մեր ուղարկած բոլոր հաճախորդները կամ պարզապես մեզ հետևող բոլոր մարդիկ, ովքեր մեկ անգամ օգտվել են One-on-One Travel-ից, միշտ վերադարձել են եւ շնորհակալությամբ։ Պարոն Ալոյան, ինձ համար ամենահետաքրքիր եւ անհավանական փաստերն էր, որ լեգենդար երգչուհի ջազ արտիստներից մեկը, հայկական բեմի ամենավառ աստղը ինձ համար, Էլվին Ամակարյանը հատուկ երգ է գրել ձեզ համար եւ այն դուք կատարել եք։ Ինչ կասեք այդ երգի մասին եւ ինչպես է տեղի ունեցել ձեր հանդիպումը։ Այդ օրերը չեմ կարող մոռանալ, որոշել էի մի քիչ ուրիշ ստայլի մեջ երգել եւ մեր գործի կավորող Կարեն Մարգարյանը կար, ասեց արի գնանք Էլվին Ամակարյանից տուն, ինքը գեղեցիկ երգեր ունի, ինձ թվում է քեզ համար մի հատ երգ լինի։ Որ գնացինք, բարձացանք իրան, ոնց սուրճ խմեցինք, բան, ու այդ երգը ինքը ասենց երգեց, ոնց որ մի անգամից մտներ իմ սրտի մեջ այդ երգը։ Երգի անունը դրեցինք Love Story, սիրո պատմություն։ Չեմ անում, հանդախիզից շատ լավ է։ Իսկ ինչպիսին էր Էլվինան կյանքում։ Ինչպիսին էր կյանքում Էլվին Ամակարյանը։ Ես իր այդ տենց մոտիկ չեմ եղել։ Բայց այդ օր ինչ տպավորություններ կազմեցիք իրենից, ինչպիսին։ Ես ափսոսում եմ, որ չի գնահատվել այդ աղջիկը մեր երկրում։ Եկել է նորից Էրոպայում է բնակվել ու տենց դժբախտ օրեր է տեսել, չեմ անում, լավ կյանք չի տեսել ինձ թվում է։ Դժբախտ տղան չէ, տենց գնաց։ Ափսոս էր, իրոք ափսոս էր։ Ասում է, միջև չես գնում, չես գնահատվում։ Մարդիկ կյանքից գնում են, որ հիշում են, որ լավն էր, ափսոս էր։ Բայց այն ողջ բախտի գնահատվի։ Պարոն Ալոյան, կա մի երգ, որ դեռ չեք երգել եւ կարծում եք, որ կգա այն պահը, երբ կհասունանա պահը այդ երգը երգելու։ Ինչ որ մի թեմա, ինչ որ մի երգ, որ դուք տենց պահել եք ձեր հոգու խորքում եւ դեռ առիթ չեք ունեցել կիսվելու մարդկանց հետ։ Մեր ջան, ես գալուց առաջ մտածում եմ, երնեք տեսա հալովա կլիներ այդ երգի։ Երգը գրել է Ռաֆին, երևի կճանաչեք, ազգանունը մոռանում եմ։ Ալթունյան։ Հայրենիքի մասին է, իմ Հայաստան։ Ես միշտ սիրել եմ հայրենիքի մասին երգել, բայց լավ երգ լինի, որ երգեմ։
գործիքավորում արել է Մարտին Միրզոյան, ասեմ, լավ թիմ է։ Երկը պատրաստ է, բայց քանի որ տեսահոլովակը չկար, երևի մյուս մի 3 ամսից հոլովակն է կլինի եւ կներկայացնեմ ում կդրի դատին։ Շնորհակալ եմ։ Քեզանից էլ մեր ջան։ Ողջույն, այսօր եւս մեկ անգամ ձեզ պատմելու ենք Քալքոստի աշխատանքի որակի մասին։ Այն առաջարկում է լավագույն հումքը շուկայում եւ ամենաերկար աշխատանքի երաշխիքը համատած այլ ընկերությունների հետ։ Այստեղ դուք կարող եք գտնել ձեր առանձնատան, տան ցանկապատման, պատերի եւ գեյթերի եւ դռների, մի խոսքով այն ամեն ինչ ապահովում է ձեր privacy-ին, ձեր առանձին լինելու հնարավորությունը, անցնենք ներս ու տեսնենք, թե ինչպես են աշխատում եւ առասարակ իհարկե կփորձենք խոսել նաեւ համահիմնադրի հետ, բարձրելու համար այլ մանրամասներ։ Դե ինչ, այս պահին Քալքոստի համահիմնադիրն է, Արամ իմ կողքին, Արամ ողջույն, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել։ Արամ, դուք տալիս եք lifetime երաշխիք, աշխատանքի նաեւ երկար տարիների երաշխիք համեմատած այլ ընկերությունների հետ։ Հավանաբար հումքի վրա չափազանց վստահ եք, որտեղ է արտադրվում եւ ինչ հումքի մասին է խոսքը։ Ճիշտ եք նկատել, տալիս ենք lifetime երաշխիք, արտադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մեր արտադրանքը սա ամբողջովին Ամերիկայի Միացյալ Նահանգների արտադրանք է, այո, տալիս ենք lifetime երաշխիք եւ պատասխանատու ենք lifetime։ Արամ, շատ կարևոր մի հանգամանք էլ կա, կան մի քանի փոքր կազմակերպություններ կամ բազմաթիվ փոքր կազմակերպություններ, որոնք գալիս են ձեզնից վերցնում են հումքը եւ իհարկե ունեն արդեն իրենց հաճախորդները եւ այլն։ Նոր տեղեկացա, որ դուք այստեղ իրենց աշխատելու հնարավորություն եք տալիս, այսինքն մանր եւ փոքր բիզնեսներին խրախուսում եք։ Այո, ճիշտ եք նկատել, ճիշտ ասացիք, մենք կուզենայինք մեր փոքր բիզնեսի ոլորտում զբաղվող մարդկանց տեղեկացնել, որ մենք տալիս ենք բոլոր հնարավորությունները իրենց մեր բիզնեսում ունենալ իրենց բիզնեսը կոպիտ ասած, կարողանան օգտվել մեր բոլոր գործիքներից, բոլոր սարքավորումներից, ինչու՞ չէ նաև հանգստի սենյակից, սուրճ խմելուց սկսած մինչև իրենց ապրանքը տեղավորել, դասավորել, հավաքել եւ տանել։ Մի խոսքով, եթե դուք ցանկապատող կամ օրինակ գեյթեր, գզիբոներ եւ այլ տարբեր հատվածներ տան համար նախատեսված կազմակերպություն եք փոքր եւ հումքը ձեռք եք բերում այստեղից կամ նախատեսում եք այստեղից ձեռք բերել, ապա Քալքոստը խրախուսում է նաեւ ձեր գործունեությունը։ Ողջույն, այս պահին մենք գտնվում ենք Արցախի պողոտայում գտնվող Lions Partners Insurance-ի գրասենյակում, որտեղ աշխատում են լավագույն մասնագետները, որպեսզի ձեր կյանքը ապահովագրեն լավագույն տարբերակով։ Գնացինք ներս։ Lions Partners Insurance ընկերության մասնագետներն ու փորձագետները շատ կարճ ժամանակահատվածում կգտնեն ձեր կյանքի ապահովագրության լավագույն տարբերակները։ Ինչու ընտրել Lions Partners Insurance ընկերությունը, որովհետև այս կազմակերպությունը չի առաջարկում պարզապես մի ապահովագրական ընկերության ծառայություն, այլ պարզապես հանրախանութ է ապահովագրական ընկերությունների համար։ Ինչպես ընտրել ապահովագրական ընկերություն։ Ես կարծում եմ, որ լավագույն ընտրությունը կարող է լինել մասնագետների եւ աշխատակիցների փորձառությունը եւ տարիների background-ը, տարիների ունեցած իհարկե վստահությունը, եւ որ ամենակարևորն է, կազմակերպությունը պետք է վայելի համայնքի եւ հասարակության բնականաբար իհարկե սերն ու վստահությունը։ Lions Partners Insurance ընկերությունը վստահաբար առաջինն է ոլորտում։ Անշարժ գույք ձեռք բերելը մշտապես լավագույն ներդրումներից մեկն է եղել մարդկանց համար եւ իհարկե կան երկրներ ու տարածքներ, որտեղ օր-օրի ձեր գնաց անշարժ գույքը կարող է ծառայել ձեզ համար։ Team R Realty-ն եւ մասնավորապես համահիմնադիր Մարիամը մեզ կօգնեն պարզել, թե Դուբայում անշարժ գույք ձեռք բերելը որքանով է արդյունավետ։ Շնորհակալություն Մարիամ։ Մարիամ, առավելությունների մասին արդեն հասցրել ենք խոսել եւ մեր հետևորդները գիտեն։ Հետաքրքիր է նաեւ ինձ տեղեկանալ, թե ինչ նախագծեր կան, որոնց վրա կարող են կենտրոնանալ, ինչ գնային քաղաքականության մասին է խոսքը։ Ահա։ Տեսեք Մհեր ջան, նախագծերը իրականում տարբեր են։ Ես միշտ սիրում եմ հաճախորդին համապատասխան ընտրություն կատարել։ Ինչու՞մն է դա կայանում, հա։ Կան մարդիկ, ովքեր ցանկանում են գույք ձեռք բերել զուտ վարձակալությամբ հանձնելու համար։ Մենք դրանից ելնելով դիտարկում ենք պրոյեկտներ։ Ես սովորաբար առաջարկում եմ քաղաքի ակտիվ թաղամասերում կամ, եթե մեր բյուջեն մի փոքր բարձր է եւ դա մեզ թույլ է տալիս ներդրում կատարել ծովափնյա առաջին գիծ նախագծում եւ օրինակի համար հանձնել դա վարձակալությամբ Airbnb, հա, ծառայությունով,
Այդ պարագայում ակտուալ նախագծեր են Mina Russia թաղամասը, Dubai Islands-ը, իմ շատ սիրելի Ալմարջան կղզին, որտեղ կառուցվում է Wynn կազինոն, որտեղ բնակարանների արժեքները սկսում են 450,000 ԱՄՆ դոլարից։ Կարող ենք դիտարկել շատ լավ բնակելի Համալիր քաղաքի կենտրոնում, որտեղ օրինակ արժեքները սկսվում են 250-300,000 ԱՄՆ դոլարից եւ ձեռք բերել այնտեղ գույք ընդամենը 10% կանխավճարով։ Այնպես որ սիրելի հետևորդներ, անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն եթե կա ձեզ մոտ, ապա Մարիամը պատրաստ է ձեզ օգնել այս հարցում։ Զանգահարեք նշված հեռախոսահամարներով, այցելեք կայքը կամ հետևեք Instagram-յան էջին։ I found that nothing in life is worthwhile unless you take risks. MX Motors. Good vibes all the way. Դե ինչ շարունակեք հետևել մեզ, մեկնաբանել եւ տարածել այս տեսանյութերը, մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։ The story you're about to hear is true.